Տվեք local storage-ը հիշում եք։ Ինչի համար է local storage-ը։ Okay, Գուրգենյան, ինչքան ժամանակ չի ջնջվում ինքը։ Ինչը կոմպյուտերը կամ հեռախոսում կոմպյուտերը ամեն ինչը որ մտել է կլիկ մեկ անձամբ չանենք, ձեռով չանենք։ Ֆորմատ չանենք, այո։ Չետիկ։ Հիմա, sense մի հատ հարց։ Ես կարամ կոդի մակարդակով ջնջեմ local storage-ում պահածս։ Ոնց է կոչվում այդ մեթոդը։ Ինչ key-ով որ պահել է, չէ՞։ Դա ոնց է։ Ապրես։ Clear-ը որ գրում էինք ախպերս, դա սաղ այդ edge-ի համար սաղ ջնջում է, չէ՞։ Okay։ Այդ էլ հասկացանք։ Շատ լավ։ Try catch-ը մոտավոր հիշում եք ինչ էր անում։ Try catch։ Էդիկ բանը, չէ, եթե ֆունկցիան աշխատում է, չոտքի, փորձեգինը չէր աշխատում։ Catch-ի մեջ չէր մտնում։ Եթե չէր աշխատում, ուրեմն try բառը, դες try-ը, որ փորձի անես այս կոդը։ Եթե չստացվի catch-ը բռնել է։ Ասում եմ, եթե չստացվի բռնի մի թող։ Ծարածվի կոդ բաներ, հա։ Ոնց որ չգիտեմ, հավաշում այդ նկարելու բանը, նա բանը ինչ որ բան, ֆունկցիա է դրում որ կարա օրինակ 100% վստահ չես աշխատի, աշխատելը խոսքի սենց է, 95% դեպքերում կաշխատի, կարող է 5% դեպքեր կա, որ բաց ես թողել ու դրա պատճառով կարող է error գցի։ Որպեսզի ես այդքան տարբերակը չքննարկեմ։ Մտե վարկողներ ու չեք տենում որտեղ տենում ես, այն console log-ը որ գրում ես, ինքը catch-ը ունի բան, event։ Ոնց է, չէ՞, ոնց է click-ի վաղ event ստանում, տվեք։ Նույն ձևի console բանը, catch-ը ունի console log որ անես այդ event-ը, catch-ն էլ իր event-ը ունի։ Հա, այն էլ իրան մեջ է ինֆորմացիա տալի, թե որ դա ինչն է, ինչի մարա։ Okay, լավ։ Հիմա եկեք մի հատ կարճ խնդիր տամ, արագ գցենք, անցնենք առաջ այս local storage-ով ու անցնենք արդեն նոր թեմայի, հա։ Խնդիրը հետևյալն է, տղեկ։ Ես ուզում եմ որ edge-ը բացվելուց մի հատ input երև, հա։ Կապ չունի, մի հատ ուղղակի input։ Ահա, տոշ եկել ես, վալուց նոր։ Հա, ես էլ եմ մի թափ։ Կուր ջուրով մնացում։ Դիր արդեն դիր։ Իրես ինչ արա, մազերը թացա։ Հա, չել։ Արով։ Ինչը, հա, նանոդեց։ Լավ կոնը հարգելի պատճառ է։ Ձերդուսերը չեն տա։ Բայց CSS-ը համարյա բերձել եմ, քնյակ սիստեմ ծեսի։ Յումեկին է, այսօր առաջի կոդուվար Ոչ մի պրոբլեմ։ Տվիկ կարակ հանգիստ ընթացքում ուղարկեք ինձ նայեմ, որտեղ հավելավայել եմ ասում, հավելավա կեսից ես նայեմ տեղան խոսքի ուր դեից խոս տվեմ, որ շարունակեք եթե հասնեք եսի որ վերջի բարոց Տեսքի վրանը կաշկատին շատ, բայց եղել է։ Հա, բայց պոպոշցերում։ Միստեղ կտեզեմ են դային, իրան ես սան տանում տեսք եմ տալը դուղագին մասը լավեր կուղեմ, այս մասը ես կռիլով էր էդիկ դիսպլեյը, Felix նոր կուդակ շին որմոտ բան չէ նա։ Flex direction-ը կարաս տաս, չէ, display-ը կարաս տաս Flex վռապն է վռապ։ Չէ, Flex վռապն է տողադարձ կանի կեսից մնացածը, չէ։ Շատ դավավ։ Մաքսիմումը պետք է տաս, ճիշտ ասում, դու width տվեք։ Display Flex-ը, նայ, input-ները մի հատ div-ի մեջ է, չէ։ Այդ input-ների ծնողին կոպիտ ասած, որ width չտաս, ինքը չի ջոգի, վռապը ուր դու ծան։ Նայ, մի տողադարձը եփ ես դու ջոգում, որ տողադարձ պետք է անես, երբ որ ասել ես Լուսանսկին, չէ՞ խոսքի։ Ապրես։ Նույնիսկ բանի դեպքում, HTML-ի դեպքում այդ հարիֆս պետք է իմանա, չէ՞, որտեղից տողադարձ ան։ Այսինքն display-ը
Siz komutanım var. Öyle şey de var. Այ ռույթը ռույթը 10 Հայ table-ին։ բանին է Հա, որին է։ դիվի իրանց դիվին որ ռույթը 10 կնի տե Տղեկ եկեք հիմա մի հատ էքսպերիմենտ խնդիր տամ ու Մեգին հաջողում Հա։ էդուր սիոստիկ սխլին խորը չի շտորը։ Բանում դե մասն եմ մոռացել։ Այս բաները էի։ նախորդ էջի հավաքածը կապ չունի Կապչունի առաջին։ հա Հա, այն մի հատ ուրիշ ֆայլ եմ ուղարկե Հա։ այդ ֆայլի մեջ մեծ զանգված կա օբյեկտներով Հա։ Էդի պետք է կոպի անես բերես ֆայլս կոմոդ որպես փոփոխական Զանգված ոնց է չէ որ զանգված էինք ունենում տվյալները նկարում էինք չէ թեյբելու Այդ մեկը մեկի կապչունի իր պահաչես հանցավորում դե it's poist դե գրես տանին դե ես մոտավորապես ջոկել եմ ինչ պետք է արել Կարծես ինչ ուղղակի սկզբի մասնոր չնկարվավ է սկզբի մասը չէ Հա Էդա Վալոջան սրճ հենց մտարը տեղ այդ զանգվածի սախ տվյալները պետք է նկարվի չէ Ես բանը այդ բարտոնի վրա link է դրել AT-ի է դրել ու այդ երկրորդ HTML-ի սիրկեն Հա օքեյ հա նայ ցույց տա հիմա մի անգամից window get open նայ Վալոջան sense window open ու խոսքի չգիտեմ կարա ստեղ լինի https facebook.com Հա Ես գիտես ինչ անելու հենց ֆայլը բացեմ մի անգամից ռադա անելու Facebook Գիտես ինչի նայ որտեղ մի անգամից է գրած ոչ քլիկ մլիկ չկա էլի Էսի ճիշտ բացեցի Չէ ուրիշ բան բացեցի Facebook պահը սխալ Լինքը սխալ Ոչ ճիշտ եմ բացել ես չի Հա նայ տես բանա բերում մոտս ասում բլոկ եմ արել Տեսար բրաուզերս բլոկ արեց էդի բայց հեսա բացեց նայ Վալոջան ամեն անգամ հենց մտնում եմ էս էջ ինքը Facebook-ն է բացում Window open տղեկ ջան հա Window-ի խնդրում ենք որ բացի յուրաքանչյուր հղում Պրոստո window open-ը Գուրգեն ջան մի հատ վատ ունի վատ կողմ ունի թազա թաբով է բաց Այսինքն նայ թազա էջը ստեղ բացում նայ Էս իմանաց ինքը կողից թազեն բացեց Բայց որ ուզենաս այն target-ը blank-ն է նույն Window open-ը obvious Բայց տիկ ջան կա նաև window location Նայ Վալոջան էս location RF-ը հավասար է ու սենց Տղեկ լրիվ նույն բանն է անում բայց առանց թազա թափ բացել Իրա մեջն է բացում նայ էս էջն է չէ նայ Տես էսի գնաց Facebook Հա դեսի իրանց կոնսոլն է տենց Հա բարձա Window location հրև Okay հիմա եկեք սենց անենք տղեկ մի հատ HTML-ում լրիվ թազա բան ենք անում էլի Վալոջան այն նախորդ թեմայից ուզում հասկանամ ինչ եք հիշում Ուրեմն մի հատիկ input ենք ունենում տղեկ ջան HTML-ում Սովորական ամենաանկապ input-ը որտեղ ուղղակի placeholder-ով գրածա գրեք ձեր անուն ազգանունը Չէ մի հատի մեջ էլի Տեքստը ինչ որ input-ը դա կարևոր է չի իր պարունակությունը Գժանոց բան եմ կասնի Շատ է մաշել պետք է Չէ տենց մի խորացեք են ավորում ձին input-ն է պետք էլի Տայք հիմա նայեք եթե կներեք մի հատ եկեք սենց անենք մի հատ ենթադրենք input պետք է ունենա բայց մնացածը չեմ ասելու էլ input պետք է ունենանք մի հատ placeholder-ով էսի կարևոր չի type text Տիկ ջան եթե դու բան գրես ու save սխմես վալը Բացում սարքի Հա մի հատ է տակից պատմի Եթե ես save բան գրեմ save սխմեմ Այդ ինֆորմացիան, տղեկ input-ի մեջի ինֆորմացիան Պետք է պահեմ local storage-ում Հիշում ես Վալոջան local storage-ը ինչ է Պահում եմ local storage-ում Տիկ եթե ես edge-ը reload անեմ Հա edge-ը սենց անեմ տղեկ
Ես էլ այդ input-ը չպետք է տենամ։ Այդ input-ի տեղը մի հատ h1 պետք է տենամ, որը որ ցույց կտա input-ի մեջի գրած։ Այսինքն կամ sense եմ տենալու, կամ ես նայ, առաջի անգամ բացում եմ, դիք, նայ, այս վիճակն եմ տենում։ Անով ես սա ուզում եմ այն բանոց, այն նորից սա զրոյացնում է։ Դա դեռ ոնց է։ Նայ, Իտալգոն ես էսի HTML-ում եմ դեր, հետո եկա էսի, բայց էսի դուք իրավունք չունեք ապրես, create element-ով, հա։ Ուզում ասեմ, ոնց է ջուրնի բորին, սա պերենտին գանյարով էջը զրոյացնում է բերի Նայ, ես եմ ձերով անելու տիք չը, այսինց որ անեմ էլ, նայ մի պատկերցրու առաջի անգամ եմ բացում, input-ըս կա, button-ըս կա, չէ տղեկ, Հենց կլիկ արի, գերեցի, բան եմ գերում, save եմ անում, չէ, այդ պահին չի կողմ, այդ պահին մնում է ինքը ինքան վաղ, քանի դեռ դու Գուրգեն ջան, մի հատ չես թարմացրել դու։ Բայց դիգրիշ գրել որ թարմացնել ինքը ջորգի։ Ահա։ Թարմացնելը իրան պետք չի թարմացնել հասկանա։ Մի հատ բանը այնա, որ առաջի անգամ edge մտնելուց ինքը պետք է առաջին հերթին ստուգի արդյոք local storage-ում կա արդեն պահված ինչ-որ բան։ Եթե կա արդեն պահված, հիշում ես երկու սցենար էի գեցում տիկ։ Ասում են եղբայր, եթե local storage-ում բան կա պահած, prompt-ը բաց։ Կներես, alert-ը բաց։ Ասում էի հակառակ դեպքում prompt-ը բաց, prompt-ի գրածը վեգալ դիր local storage։ Բայց տվեք sense ասեմ, այս ոչ HTML-ում իրականում դուք ոչ մի բան չպետք է ունենաք։ Սա JS-ով պետք է։ Նու չես կարանալու Գուրգեն ջան, sense ասեմ։ Ավելավը սա JS-ով անես էլի։ Սա create element մնամ բանով պետք է արվի։ Դեք սա լոգիկան հիմնեք local storage-ի վրա։ Local storage-ից ստացեք, գաղափարը sense է։ Local storage-ից պետք է հասկանամ, արդյոք local storage-ում այդպես բան չկա պահած։ Բալեր ջան, եթե չկա պահած, այդ նշանակում է, որ ես body-ի մեջ պետք է ունենամ մի հատ input, մի հատ button տիկ։ Չէ՞։ Button-ի վրա պետք է adevant listener անեմ։ Ու եթե ես մտնում եմ, դրա հակառակ սցենարն ասեմ, Վալեր ջան, դու մտել ես input-ը լրացել ես, save-ն ես, խփել ես, էջը reload ես արել։ Գալիս է ստուգումը հետևյալ բան, ասում է, եթե local storage-ը դատարկ չի, այն input-ի ու button-ի փոխարեն ինքը մի հատ append չալկանի h1 tag-ը այդ local storage-ի մեջի տեքստով։ Ումեկի այդ բանի մեջ local storage-ը ոնց է գրում Local storage get set item։ Պատկերացրել ես Վալեր ջան, եթե չի ասում։ Set item-ը երկու բան է, K ու value։ Չէ՞։ Առաջի պարամետրը անում եւ նայ Վալեր ջան։ Մի մտել եմ էս, չէ՞։ Դու առաջի անգամ ես մտել, դու չէիր կարող այդտեղ բան լրացրել։ Չէ՞։ Ինչո՞։ Առաջի անգամ ես մտել այստեղ, դու չէիր կարող այդտեղ ինչ-որ բան լրացրել ինչև ես։ Մտնում ես ինչ-որ բան ես լրացնում, Վալեր ջան, save ես սա։ Ես ոչ մի բան չեմ անելու։ Հենց edge-ը reload արես, դու գնում ես առաջի հերթին նայում ես։ Այսինքն կապ չունի reload-ը, դու ամեն անգամ edge բացվելուց, կոպիտ ասած այս JS-ը թազա աշխատելուց։ Դու պետք է գնաս ստուգես, JS-ը ամեն անգամ տղեկ reload անելուց 0-ից է, չէ՞ աշխատում։ JS ֆայլը, HTML ֆայլը, CSS ֆայլը, ամեն ինչ տղեկ 0-ից նորից վերևից ներքև կատարվում է, չէ՞ Վալեր ջան։ Ամեն պետք է առաջի հերթին ստուգես, կա local storage-ում թե չէ, նոր սցենարների բաժանես։ Առաջի սցենարով input-ու button ունես, երկրորդ սցենարով մի հատ h1 tag ունես։ Չէ՞։ Ահա։ Կարող ես քերես Պետք է որ գրեմ, սա կասեմ։ Նայ, okay, եկեք sense անեմ։ Պահանջը գրի։ Ինչից ինչ պետք է ստանալ։ Եթե local storage-ը դատարկա HTML-ում ունենալ input եւ button։
button click Ալեշի չկրեց click անելուց հետո պահել Հակառակ դեպքում hash1 tag-ը պետք է ցույց տանք տղեկ ջան, local storage-ում պահված արժեքով կարող է տեքստը կեսում դրա մնացել տղեկ Ամեն եթե local storage-ը դատարկ էր կոնսոլը ինչ կհատանար այսինքն եթե ստուգեցիք մեկ local storage-ը դատարկ է կոնսոլ լոգի ժամանակ ուշ կեշնայք բանի մեջ կոնսոլ ասեմ հենց կոնսոլի մեջ դեռ ինչ կհայտարար բան պետք է անես եթե local storage-ի դատարկ է պետք է սարքես create անես element ինքը չսա դատարկ է օրինակի Չէ ոչ բան թող չասի ուղղակի պետք է ցույց տա կամ input հա չէ կոնսոլի հետ կապ չունի բոլոր Այդ կլիկ անելու ժամանակ էլի hash1-ով պետք է ցույց տա ինքը անելու ժամանակ չէ մինչև բան չանեմ ապնավից չտամ Google Image-ը չի անելու հա հասկացա Все. Եղավ Processing չդնում Սովորաբանա դիպլոմ կոդնայի Նորմալես նա դերչակետի բացես հա HTML-ը բացես Ոչ սարքի չէ լավարին Չէ, սպաները կոդը կպացել ոչ
Հատիկ ստեղ վերևը գրես արկել է, որ բան արեցի, քսի մեջը, այդպես վերը։ Մի որստեղ գրել եմ բարը, որստեղ եմ այստեղ, ստեղ կետ լենքը մեծա 5-ից, այդպես կրներ, մի դեպք կա, որ չէ։ Երբ որ դատար կլինի, Չէ։ որի վրա լենքական չլու տրակ։ Հմի կոնկրետ, Եթե կա լրացված կաշվետ։ եթե չկա, ու դու փորձում ես այս կոդի վրա լենքով անես, Եթե չկա, որի վրա լենք ես կգել կամ։ ասես, Իսկ այդ լենքը, որպես այդպիսին արդեն դու սա գալի քո գրած տեքստի լենքին Ես ասում։ ինչ ստորացա։ Հա? Բայց կենամ կերում։ Կարաս չգրես եսի, պրոստը գրես եթե լոկաս թուրիշ կա։ Հաղարակ դեպքում, եթե պատանի վրա քլիկ կտանունի, եթե ինքը պատանի վրա քլիկ։ Դու պատես լոկատի create hands։ HTML-ը բարձում ես։ Create button, create input, չէ՞։ Գուրգեն ջան, remove event listener-ը ինչ է անում։ Remove event listener։ Սա բանը իրավի ստոպ է տալու։ Ինչը, տիք ջան։ Ինչ-որ event։ Օրինակ կբերես նա։ Ոնց որ ինչ պետք է ավելացնեմ, որ հետո remove անեմ։ Բան։ Ավելի վատ վերո ճինո ավելի վատ ճինի հա ոսկի սա ջնջում էր այդ բանը, Ինչ է։ remove event-ը այդ ֆունկցիա, այդ քլի ինչ որ կապված է, այդ մեր բանի հետ, անում չէ, քլիկի հետ դա ինչի հետ, ինչ են դրա event listener-ը։ Դի կարող ջնջում էր այդ բանը։ Ճիշտ։ Քլիկի հետ կապված Դա չեք հիշում, ինքը դեպոյ event ջնջում էր։ Հա, բայց սա, այո, հա, ոչ թե հա, կապված է դրա հետ, սա ջնջում է։ այո, սա ջնջում է, ճիշտ։ Adevent listener-ը ինչ կապված է։ Վալոկ ջան, հիշամ չէ, դա adevent listener-ով ինչ անում էր, նույնը remove event listener-ով ջնջում էր։ Գուրգեն ջան, կարամ ես row function-ով սարքեմ adevent listener-ը հետո ջնջեմ։ Խի։ Որտեղ ինքը չի կոնկրետ անունով դի սարքես։ Ինչի։ Ինքը չի ճանաչում։ Անունը ֆունկցիա չի լինում, դե անունը ֆունկցիա բերի։ Ինչի։ Չի դերին չի, բայց Այ որ ասես remove event listener-ը քանի հատ պարամետր ասում։ չէ, մի հատ պարամետր, ճիշտ է, մի հատ պարամետր։ Մի հատ։ Հա։
Չէ, կնես երկու պարամետր, թե ինչը պետք է ջնջի, Ինչ event-ը։ ինչը կլիկա Աբս, մալոշը type, հա։ ու պլյուս այն ֆունկցիան, որը պետք է ինքը անի։ Այ հենց դրա համար է չենք կարող մենք անանուն ֆունկցիա գրենք։ Հա։ Սովորական ֆունկցիայի մեջ this-ը ով է։ Հենց ֆունկցիան է լավ երևի։ ինչը Կոնկրետ որ մատնանշում եք, էլի։ Համի այս քրտը function I մեջ գրում եմ console log this։ Ան։ Անով է, ես անցնում եմ։ ֆունկցիան է event Հենց անոր առանց։ Event-ը ուրիշ է։ event Չէ, event-ը դա ուրիշ բան։ Ով է this-ը տղեկ։ this-ը ֆունկցիա ան ես դու այս պարագայում Կոնկրետ այն ինչ որ կա հենց էլի։ Ապա, ով է։ Հեշտ Ապրես, ասա։ Եթե իրան ուրիշ բանի մեջ չեն գրել window-ն Всё, window-ն է տղեկ։ Ֆունկցիա ան չի, չէ՞ դիք։ Window-ն է ախր նայ։ Եթե էսի մենք իրան ծնողն է էլի կոպիտ ասած ինչի մեջ գրում ես դրանից մի մագարտակ գրել նոթիս Եթե function C-ի մեջ տղեկ այդ արեն function A այդտեղ ցեն ու գրեմ console log անը մեջ կանչեմ, չէ՞։ ցենը կանչի Հա։ այդտեղ ցեն Էլի window-ն է։ Եթե this-ը փոխում իր արժեքը տղեկ։ This-ը կարող դառնալ օրինակ HTML էլեմենտ, չէ՞ դիք։ Երբ This-ը երբ կարա, Վալերյան, console log-անը this հասկացողությունը երբ կարա իրան դրսևորի որպես h1 tag կամ h2 tag կամ любой HTML էլեմենտ։ Հիշում եք, որ add event listener-ի ժամանակ ես console log this էի անում։ Ադելը ժամանակ։ Այդ սպանը։ Նայեք, երբ որ ես սովորական ֆունկցիա եմ գրում, իրա մեջ console log-ը միշտ this-ը, միշտ window-ն է տղեկ։ Բայց երբ որ ես любой ֆունկցիա, տիկ խոսքս անանուն ֆունկցիաների մասին չի, խոսքս absolute ոչ թե անանուն, խոսքս row function-ների մասին չի։ Row function-ի ու սովորական ֆունկցիայի տարբերությունը ո՞րն է։ Բացի գրելաձևը, էլի։ որոնի կարող անանուն ֆունկցիա թե ո՞ր Սովորական անանուն ֆունկցիայի սրա ու row function-ի տարբերությունը։ Ինչ դերելադեմ Առաջին հերթին, հա, երկրորդը շատ կարևոր։ Ինքը իր սեփական this-ը չուներ տղեկ։ Բայց այդ ի՞նչ է նշանակում, ինչ թխի որ դեպքում էր ինձի պետք որ ինքը իր սեփական this-ը չունենա։ Երբ որ դուք HTML input-ի վրա Վալերյան կամ любой էլեմենտի վրա տղեկ, եթե ես գրում եմ add event listener, ինքը դառնում ու մեջը գրում եմ այդ ֆունկցիայի console log this-ը այդ ժամանակ Վալերյան այն էլեմենտն է, որի վրա ես click event եմ կախում։ Հիշում եք տղեկ, մենակ ասում եմ, երբ մենակ DOM-ի ժամանակ, երբ որ իրան ասում էի ով ես, դու ասում ես ախպեր, ես HTML էլեմենտ եմ։ Ասում էի, այ ապուս, դու ոնց կարաս HTML էլեմենտ լես, դու this ես, դու ֆունկցիայի մեջ ես։ Ասում էի, ախպեր, դու ինձ տարեկցրել ես այդ HTML-ի։ Ասում եմ, օքեյ, լավ, եթե տենց ես տայեմ, օքեյ։ Վալերյան ջղայնացա, ասի ախպերս, ուրեմն row function-ով կգրեմ։ Ասեց այն ոմանիշ տարբերություն, ասի այն, որ row function-ը ունի սեփական this-ը ու չի գնալու կապնի քո HTML էլեմենտի։ Ասի, որ ես այդ row function-ի մեջ թեկուզ քո այդ add event listener-ով ավելցրածի վրա։ Գրեմ console log this, ինքը մեկա տալու window Վալերյան։ Հիմա եթե երրորդ դեպքն է հիշեք, տղեկ այս վիդեոն կեթող կնայեք զրույց, այդ դասը, հա։ Հենց կարծեմ this էլ կոչվում էր, եթե չեմ սխալվում։ Այսա կերել եմ դարձը Չէ, աշկիս, ես դες մատ տեսական լավ քրքր եմ, հա։ Ալապուլա է կերել։ Դարնիկված բուկարով գրել եմ իսը ինչա ֆունկցիայի վաղ կլիկի ժամանակ
Okay. Վալուչան։ Windows scroll-ը ինչ է տակ։ Okay, ոնց գալամ ես իմանամ, հասել եմ արդյոք edge-ի ամենաներկևի հատվածին scroll-ով թե չէ։ Ջան։ Հա ոնց եմ հասկանալ տեղ չեղավ, ոնց չեղավ։ Որպես կոդ նկատի ունեմ, կոդով հասկանամ թե չէ։ Հիշում եք, որ օրինակի համար div-ի վրա ավելացնում էի advertisement scroll։ Որպեսզի հետևեմ այդ scroll-իկին։ Ահա։ Scroll to-ի հետ ես դու աշխատես։ Հիշում եք, որ ես կարող էի անիմացիայով scroll անեի վերև։ Քլիքի վրա։ Դա scroll to ֆունկցիան է։ Հա, որը որ scroll to-ն ինքը բարձրացնում էր օրինակ իմ ասած կոորդինատը, Վալերի ասած դեպքը։ Բայց կար տայեք ջան, դրա այն տարբերակը, որ ես կարանամ scroll-ի event-ից, ոնց է քլիքի event-ը տվեք։ Նույնիսկ ես կարանամ scroll-ի event-ից հասկանամ տվեք, թե ինքը որտեղ է հասել, որ պոզիցիայում է հիմա գտնում։ Client hate ծանոթ է։ Ահա։ Scroll hate ծանոթ է։ Scroll top ծանոթ է։ Ահա։ Հիմա ինձով կա հիշաստի բանաձևը ոնց էր ներքև հասնելու։ Scroll to Մի հատ կար client hate գումարած։ Հա, Scroll top ու հավասար է բանի։ Scroll hate։ Scroll արտաքինին է հավասար։ Scroll hate-ին։ Հա։ Այդ 13 մեկ է, просто որ Ճիշտ է, բաժանում էր երկուսի մի բաժանում հաշվում է։ Հա։ Դիք ոնց գտնեմ հարևան էլեմենտի ես էլեմենտը գտել եմ։ Հիմա ուզում եմ իր մեջ, լիքը էլի ուրիշ էլեմենտներ կան, նա div եմ գտել։ Ես հիմա ուզում եմ իր էլեմենտների մեջից գտնեմ մենակ input-ները։ Որ ձեր գործողությունները։ Մենք query selector-ով գտնում ենք տվյալ բանը։ Գտել եմ div-ը, всё, գրել եմ div-ը, հավասար է, всё, div-ը ունեմ։ Դե input-ը հավասար է div get query selector all input։ Այն div-ը գտած ունի։ Okay, այսինքն ես կարող div-ի վրա դոկումենտին մի ասա։ Դու գտածը div-ի։ Այսինքն ես փաստացի դոկումենտը չի, հա, որ query selector-ով ունի։ Ես կարող div-ի վրա կանչեմ, չէ՞ query selector-ով։ ինչի վրա։ Div-ի վրա։ Կամ չգիտեմ, ինչ-որ էլեմենտ եմ գտել, նայ query selector-ով գտած էլեմենտից վրա ես կարող նորից կանչեմ բան, բալոչան, query selector-ով։ Հիշում ես, որ ասում էի արդեն այդ div-ի մեջ ման կգա։ Հա? Okay։ Գիտեք։ Մոջը պրոզա։ Չէ, մոյս հիշում ես։ Սարքել ենք։ Ինձ պատմում Նա դե ինպուտը չէ մեզ պետք։ Հա։ Որ բացեք, ես սրան գոյություն Ինչո՞։ Հաստը։ Body image, չէ, document, body of essential մի անգամ։ Կարո՞ղ է չայլ դան։ Դիքցիան չէ, բանը չէ, ես իսարքեց անգամ փոփոխականները, քանի դեր ես իրանը փնչալի բան։
Կարող է դեմից ինպուտը բանանել, հետո նա։ Բայց կարա շարունակել։ Հետո էս Դեմից ինպուտը ճպցրա մեջ են, հետո բանացնել։ եթե կա, Это так источник. Контролируется, да? Просто իրանից առաջ էս ինպուտը ստեղից չէ, ստեղից։ Այստեղից է։ Նայ, բաթոնը գցել եմ, չէ՞։ Նայ, ինպուտը դու եք գցած։ Բաթոնը սարքել ես, գցել ես դոմի մեջ, այսինքն HTML-ի մեջ։ Նա արիգրամ ստուգենք։ Շանի բայ ախպեր։ Մոտենցի դատարկիչ եղած։ Local storage-ին կարելի է ասել դու դատարկիչ թե չէ, local storage-ը երբեք դատարկիչ նախ երկրորդ արի local storage-ին կարաս ասես տուր հենց get item չէ, օրինակ խոսքի value, չգիտեմ, inp value։ Այդ չէ եմ տվել։ Այսի ինքը կարաս ստուգես value։ Այդ պետք չի հավասար չի միշտ։ Եթե կա, արդեն not empty։ Հա, լես է փորձենք։ Դիվը որ չէ, Գիտես save char-ը, գիտես ինչ save char-ին է։ Բարգերս չկա բաթոնի։ Ինչու՞։ Բաթոնին։ Ինչ է։ բացառը Հա, փոխել ես դե։ Լավտիկ։ Հա։ Բալուճան, բաթոնի text content-ն է մենակ մոռացի, չէ՞։ Բաթոնի text պետք է տամ իր մեջ։ Ես просто այստեղ որ input-ի placeholder-ը просто input get placeholder չէին գրում, չէ՞։ Ինչա։ Input get placeholder Գրում է։ չէ, բայց այնտեղ մի հատ թե CSS-ում էր input get placeholder-ը ձևի գրվում։ Հա, դեր գրում է input խարոքսի փակած։ Հա, ես գիտեմ JavaScript-ում էր այդ խարը բան։ Թե դες նո։ եղավ։ Մնացել է այսի դեպքում արդեն հաշմիկ է փենդանը։ Հա, դիգավ դիգավ։ Շա։ Ահա։ Okay, տղեկ, okay։ Մի հատ էլ եմ հարց տալի, տղեկ։ Մի հատ ես ասենց հարցեր տամ, որ դուք իմանաք ինչը չգիտեք, ինչը չեք հիշում, էլ։ Հետաքրքիր է։ Դες շուտ է։ Նա դե մտածել է ափսոս բախտներ պես մոռցեն չի հարցնում։ Okay, տիկ ես ունեմ մի հատ div։ Աթեգ ունեմ, կներես։ Ուրեմն աթեգի լավ, եկեք մի անգամից նկարեմ։ Բանջեմ, всё, դի կարաս թողես, էսի արդեն լսես, որտեվ դի արդեն կանես էլ։ Ուրեմն, տղեկ ջան, մի հատ div ունեմ։ Մի հատ աթեգ ունեմ։ Աթեգ ունեմ, հա, հրեֆ ատված, ինչևից է, սրանք է, երկրորդական։ Ուրեմն կլիկ, հա, ոնց չէ։ Ուրեմն տղեկ ջան, նայ, մի հատ div ունեմ, div-ի մեջ է աթեգ ունեմ։ Ուրեմն div-ի տալիս ենք ID օրինակ parent, այս էլա, ինչևից։ Տղեկ ջան, երկուսի վրա է, JS-ով գնացել եմ քլիկ եմ ավելացրել, համ I վրա է քլիկ ավելացրել, համ div-ի վրա։ Հիմա տղեկ։ Ուրեմն ես չեմ ուզում նախ A tag-ի վրա քլիկ անելուց, div-ի քլիկը աշխատի։ Էդի մեջ։ Այն propagation։ Okay, բայց նաև ես չեմ ուզում որ A-ն A tag-ը հիշում ենք ինչ էր անում։ Ուրիշ է ջեր տանում։ Ես չեմ ուզում որ A tag-ի заводской ֆունկցիան աշխատի։ Միաժամանակ երկու բան եմ ուզում ես։ Prevent default։ Prevent default, event get prevent default, հիշում ենք դա։ Event get prevent default-ը դադարեցնում էր JavaScript-ում աշխատող այն заводской ֆունկցիաները։ Բա stop propagation-ը ինչ էր անում։ Propagation-ը այդ ինչին որ տվել են stop propagation դրանից վերև չէ։ Դրանից վերև ոչ մեկ քլիկը չի ստանալու, ճիշտ է։ Okay։ Եթե չեմ ուզում Գուրգեն ջան աշխատի այդ սխեմայով, այլ ուզում եմ հակառակ աշխատի։
Ես ուզում եմ, որ կոպիտ ասած հիմա ոնց է, եթե 3 հատ div լինի իրար մեջ, Վալոր ջան, 3-ի վրա է քլիկ կախած է, որ մեջինին քլիկ անի։ Հա, ճիշտ է։ Երրորդ պարամետրը չի adevant listener-ը հիշում եք։ Թյուր ենք տալու։ Իրար զավասկո կորսա։ Ահա։ Այո, զավասկո կորսա։ Adevant listener-ը երրորդ պարամետր էր սպասում։ Որ հիշում ես, որ ձագին էինք գտնում, ձագին ասում ենք stop propagation, էլ ծնողներին խաբար չէին անում։ Բայց երբ որ adevant listener-ի ժամանակ true ես տալի, սկսում է դեմից մեծերին խաբար անելով գալ։ Հետո նոր, հա, հակառակ թարս էր աշխատում, չէ՞։ Ահա։ Լավ, մի վարքյան։ Տարագեզ նադակի կաշխատի արդյոք ալերտը, թե ոչ։ Չէ։ Տիկ դու ինչ ես կարծում։ Տիկ դու ինչ ես ասում։ Հմ Վալոր ջան, դու ունես պատասխան։ Ինչի։ Հələ տրամաբանեք, տղեկ։ Գնացեք հələ մտածեք, փորփրեք հին ինֆորմացիան փորփրեք։ Պատճառ կա, շատ լուրջ պատճառ կա։ Չի աշխատել, տղեկ։ Բայց լուրջ պատճառ է։ Կարա մի օբյեկտը մյուսին հենց այնտեղը հավասար լինի։ Կապ չունի ինչա իր մեջ։ Չէ, ինչի։ Կարող է միգուցե ամեն մեկը առանձին K ունի։ Ամեն մեկը առանձին բանալի ունի։ Կարող է բանալիների մեջ էր խնդիրը։ Տղեկ երբեք չմոռանաք ես։ Հա, երբեք ի պարունակությունը ոչ մեկին հետաքրքիր չի, բանալին է կարևոր։ Էլի եմ ասում, կարա երկու նույն տնից լինի, երկուսն են նույն ռեմոնտով, նույն գույքով, բայց դա նույն տունը չի, դա տարբեր տներ են, բալեր ճնշություն։ Երբեք այդ տները իրար հավասար չեն, նրանց պայմանագրերը, նրանց վկայականները տարբեր են։ Հա? Okay. Տղեկ, set timeout ֆունկցիան ինչ-որ պարամետր, ինչ-որ արժեք վերադարձնում է, թե չէ։ Set timeout-ը ֆունկցիա է, չէ։ Ինչ-որ արժեք վերադարձնում է։ Հա, ինչ է վերադարձնում։ Ինչ է։ Մեջի ֆունկցիան չեմ ասում, ֆունկցիա մեջ, նայ, set timeout-ը մի հատ երկու հատ պարամետր է, չէ՞, ընդունում տղեկ։ Մեջից առաջինը մի հատ ֆունկցիա է սպասում, console-ով թե ինչևից է, ու վարկյան է սպասում։ Արդյոք, եթե ես գրեմ օրինակի համար եմ ասում։ Constant C-ն հավասար է սրան, որը մի console log անեմ C, undefined է անելու, թե ինչ-որ արժեք է վերադարձնում set ինտերվալը։ Ինչ է։ Չեմ վարյան, եթե console log-ները չեն 3000 այդ 3 վարյան հետո չի մեծից դիստը։ Set ինտերվալը բուձելի կարող է, որը որ 3 վարկյան հետո պետք է լինի, հա։ Բայց մենք երբեք ոստի մեջ Նայ, դիք ջան, ինքը քեզ այս ֆունկցիան չի վերադարձնելու։ Այս ֆունկցիան, տղեկ ջան, այս ֆունկցիան դուք իրան տվել եք, որ հետո ինքը առանձին թաքուն սենյակում օգտագործի։ Դուք ես հələ դեռ գործ չունեք։ Ինչա վերադարձնում, ես չեմ ասում ինչա վերադարձնում ես ներսի ֆունկցիան, տղեկ։ Կամ ինչա կատարում, Վալոր ջան։ Ես ասում եմ հենց set ինտերվալը կամ set timeout-ը տղեկ։ Ինչա ձեզ տալի։ Set timeout-ը ֆունկցիա է, չէ՞ դիք։ Set ինտերվալը ֆունկցիա չէ, Վալոր ջան, սկոպկիկով կանչել ես, չէ՞։ Երկու հատ պարամետր ես տվել։ Առաջի պարամետրը այդ ֆունկցիա է, չէ՞։ Երկրորդ պարամետրը վարկյան է։ Միլիվարկյան։ Հիմա տղեկ ինչա վերադարձնում set ինտերվալը։ Լավ, հիմա մի հատ ուրիշ կողմից հարցը տամ։ Գուրգեն ջան, եթե ես ուզենամ, որ ինտերվալը ինչ-որ 10 անգամ կրկնվելուց հետո դադարի կատարվել։ Okay, ինչ է։ Եթե հասավ 10-ի, clear interval։ Clear interval-ի ինչ։
clear interval-ը պարամետր է։ Հա, clear interval, եթե ուզում եք set timeout-ը կայացնենք, իրան պետք է վերագրենք ինչ-որ բանի, փոփոխական։ Clear interval չէ։ Այսինքն ինչա C-ի մեջ Ջան։ հերթական համարը տվեք։ Տվեք ջան, երբ որ set interval-ն ու set timeout ֆունկցիաները աշխատում են, իրանք գնում են կոպիտ ասած իրանք տալուն չգիտեն վերցնում։ Հերթական համարը։ Հիշում եք, որ ասում էի Վալերը ով էր, Վալերը այդ բուձելնիկներին հետևով էր։ Երբ որ իրանք գնում էին գրանցում էին Վալերի մոտ, Վալերը իրանք բան էր տալի, ասում էր, հերթական տալուն էր տալի։ Ասում էր դու համար 16-ն ես։ Որ երբ որ Վալեր ջան, այս set ինտերվալը կանչում ես, ինքը այդ իր բեյջը տալիս է C-ի փոփոխականի, եթե քեզի պետք է իհարկե։ Որ հետո դու այդ տալոնով կարողանաս ասես ախպեր մի հատ կջնջ, որ հետո ես Վալեր ջան, քեզ նորից խնդրեմ, clear ինտերվալով, քեզի տամ այդ մարդու տալոնը, դու այդ տալոնով եթաս ջնջես իրան։ Պատկերացինք, չէ՞։ Հիշանք այս մոմենտը։ Okay։ Նույնը clear ինտերվալը, նույնը clear timeout-ը տվեք։ Գերեքսի տվա մեկ։ Մի որ էս Մեկն է, մի հատ է սարքես երկուս հա տալի, մի հատ է սարքես 3 հա տալի։ Ալբա, մի ես ըստ այդ մեկի ու երկուսի ոնց անում, եթե ցեն հավասարը մեկի, հա, տենց։ Գրել եմ Կոնստանտին հավասար է set interval։ C-ի մեջ հիմա ինչ-որ թիվ է պահված, չգիտեմ որերորդն է Գուրգեն ջան, ինձ ոչ է հետաքրքիր։ Օրինակ մեկ Խոսքի 108-ն է։ Հա։ Եթե 108-ա, Դու ոչ մի բան մի ստուգի, clear interval ես անում դու ուղղակի։ Ինքը քո հերթականությունը չի պահում։ Ինքը այդ set interval-ի բուձելնիկի անունն է, բուձելնիկի համարն է։ Հա, օրինակ ասում եմ, չէ, ոնց որ ասեմ, չէ, ասում եմ, եթե 8-րդ բուձելնիկս 8 անգամ զնգացել է, Վալեր ջան, 8-րդ բուձելնիկի տալոնը ծագեք ախպեր։ Թողել չաշխատի։ Լավ։ Դիք ոնց կարամ գտնեմ div-ից ամենաառաջին ծնողի։ Просто get parent element։ Վալեր ջան, ոնց կարամ գտնեմ իմ կոպիտ ասած ծնողի ծնող էլեմենտի։ Բանով չենք են Որը? closest-ով։ Կարամ դեցել անեմ։ Previous Չէ։ Կարամ գրել parent element, եթե հստակ է պետք։ Բայց տվեք իսկ եթե հիմա closest-ը երբ է պետք։ closest երբ որ զենք իրան ամենամոտ ինչ որ կլասով, ինչ որ ID-ով էլեմենտը, որը որ Վալեր ջան, չգիտեմ, երկրորդն է, երրորդն է, թե չորրորդն է։ Ես ասում եմ գնացի նավթիների մեջ մի հատ կետ էսի ինչ կլասով բանը, div-ը։ Այդ ժամանակ դոր closest եք օգտագործել։ Ես կանամ դոկումենտի վրա տիկ closest օգտագործել։ Document closest էսի ինչ։ Կարամ բայց իմաստ չունի, որտեղ դոկումենտից վերև ինչ closest է։ Չէ՞, ես իդ իմացում կարամ մի div-ի կամ input-ի վրա կանչեմ closest-ը գնաք։ Դապու մեջի եղածալն է, ծնող չի հանում։ Հա, հենց է դա, իրանցից ծնող չկա։ Չէ, իրանք էլ են ծնող համարվում։ Body բանա, ծնող։ Body ծնողը բանը դոկումենտը չի, թե body-ն է։ Մոտ ես, ճիշտ ես ասում, հա։ Document get body են գրում։ Ուրեմն body-ն պատկանում է դոկումենտի։ Հա։ Չէ՞։ Okay։ Վալեր ջան, ի՞նչ է պահում hedge event հասկացողությունը կամ այդ ինչ event է։ Այնտեղ իրան շատ ցուցակ է, ամեն տեղ Քանի տեսակի հիմնականում event-ներ ունենք։ event-ի։ Հա։ Չէ, event-ի տեսակ, որպես այն գլխավոր տեսակներից մեկը։ Գլխավոր։ Հա։ Հիմա նայեք, օրինակ ունենք mouse event-ը ծանոթ է։ Հա, mouse։ Հա, այդ դրանց հետ է։ Scroll-ը չի համարվում։ Client X-ը, client Y-ը։ Scroll-ը mouse event-ը իրական։ Այդ event get client X, client Y, այդ Տղեկ, ունենք մի հատ keyboard event ու mouse event։ Տղեկ, դուք համակարգիչը ղեկավարելու երկու հատ առանձին սիստեմ ունեք։ Մեկը մտմիկը տա, մեկը keyboard-ը, դա ուրիշ ձև չունես դու։ Հա։ Դու երբ որ կոնսոլով ես անում, տղեկ վերևը գրում է mouse event, keyboard event։ Հա։ Ահա։ Կարամ կոմբինացիաներ օգտագործեմ կլավիատուրայով, օրինակ Alt+, սենց ինչ-որ մի բան։ Եթե browser չի դուրս։ Հա, եթե բրաուզերը չի վեգալ էդի իրան, կարանք օգտագործենք, չէ՞։ Okay, տղեկ։
Հիշում եք, չէ՞ տղեկ, նախորդ դասը որ եկանք են զավոդը մեր հիշում եք, մատորը։ Հիմա նայեք, հիշում եք, որ ասի ախպեր այդ մատորի մեջ ապշուտ Վալերի Ադզելենյայից, Վալերի բաժնից մի հատ բան կա, որ մենք հələ դրա մասին չգիտենք։ Այդ խոստում հասկացողությունը։ Հիշում եք, որ ասում են ախպեր, вообще կյանքում խոստումը ի՞նչ է։ Արա վիդեոն միացնում եմ, չէ՞ տղեկ, ասեք հա։ Ուրեմն հա, դու չէ Հիմա նայեք, տղեկ ջան։ Ես զանգում եմ Վալերին, Վալերից ինչ-որ բան եմ հարցնում, Վալերը ասում ախպեր, կզանգեմ, ճիշտ եմ, կզանգեմ, կասեմ, օքեյ, ես չգիտեմ Վալերը երբ կզանգի։ Լավ, Վալերը խոսք տվեց, բայց խոսք չտվեց կանի թե չի անես, այդ ախպեր տեղեր կպայել արդյունքները։ Վալերը կարա ճշտած չլինի, կամ ասի ախպեր չկարացա ճշտել։ Վալերը կարա ասի ախպեր, գիտես, ինչ լավ նորություն ունի։ Այսինքն, տղեկ, ես յուրաքանչյուր խոստումից կարելի է սպասել եւ լավ, եւ վատ բան, արձագանք, հա, կամ նեյտրալ, լավ։ Բայց եկեք սենց դատենք, տիկ ջան։ Եթե ես ինչ-որ մեկից մի հատ խոստում եմ ստացել, որին որ ես սպասում եմ, հա, ես սպասում եմ։ Դա կարա ավարտվի լավ, կարա ավարտվի վատ։ Այսինքն իմ հարցին կարան պատասխանեն, Գուրգեն ջան, դրական իմաստով եւ կարան ասեն չկարողացան կամ չեղավ ներող կլես ախպեր հաջորդ անգամ։ Ու այսինքն տես իմ ուզես չուզած, դաժե խոսքի կյանքում երկու սցենարի է բաժանում։ Գուրգեն ջան, ես երբ որ զանգեցի Վալերին այդ ինֆորմացիան ճշտելու, Վալերը ասեց դե հələ կջոգեմ կզանգեմ։ Այդ ժամանակ տղեկ ես մտքիս մեջ երկրորդ պլանը գծեցի։ Ասի ախպեր լավ, եթե Վալերն ասի չեղավ, նոր տես տղեկ, ես կարամ այսինքն խոստումների հիման վրա ճուղավորեմ իմ խնդիրը։ Այս ինչ-որ բան կա, որ խոստում է նշանակում։ Աբես։ Այսինքն տես, օրինակ Վալերը ասես չէ, ես ուրեմն ասում եմ, եթե չէ, ախպերս, ուրեմն արի մի հատ ուրիշ մեկին զանգեմ։ Բայց եթե Վալերը չի պատասխանել, ես ինչ զանգեմ ինքնուսին։ Եթե քլիկը կոդետը դադեվել իսիները քլիկ չի ու մի հատ ուրիշ բան, հա։ Մի բան արա, չէ։ Եթե եթեների համար է Զապաս կունենամ ինչով։ Զապաս ինչ-որ բան է։ Զապաս սցենար։ Այլի, Սցենար ախպեր, այո։ Սցենարների բաժին, չէ։ ինչ-որ բան չի, աշխատի այն ձևի, եթե կա, աշխատի այս ձևի։ Այո, բայց Գուրգեն ջան, դա աշխատում է մենակ այն դեպքում, երբ որ ես սպասելու մեջ եմ։ Այսինքն, ինչ-որ բառը եթե Վալերը ինձ տեղում պատասխան տարտիկ, ես խոստում հասկացողությունը չէի օգտագործում։ Օրինակ ո՞նց է, մենք սովորական իբել քանի անգամ ենք գրի ախպեր։ Սցենարներ դիտարկելը մենք առաջի անգամ ենք անում, չէ՞ ախպեր։ Պրոմպտը վարժիկ էինք վեկանում, յալ լրացրել ես if sense, եթե չէ sense, սցենար չէ։ Սցենարը յալ լրացրել ես, յալ չես լրացրել, ախպեր։ Կոպիտ ասած, յա ինձ իմ պայմանին բավարարել է, յա չի։ Մի հատ ամբողջ գործողություն դիքցես այդ Խոստումի մեջ, կոպիտ ասած if-ի մեջ, բայց խոստումից հետո։ Պիտոք խոստումի պատասխանից հետո։ Հեմին այդ տղեկ, միշտ չի որ ամեն ինչ ելնում է մի անգամ, չէ՞։ Կոպիտ ասած մենք ստուգում ենք պրոմպտը կա թե չկա, եթե պրոմպտի միջինը այո-ա, աշխատի այս ձևի, եթե պրոմպտի միջինը Այդտեղ դու մի անգամից ես, չես տանում Գուրգեն ջան։ Ահա, դու այդտեղ ստուգում ենք պրոմպտը պարաբելերն է աշխատել, մենք կոպիտ ասած։ Այաբես, բայց պրոմպտի միջի գրածով, չէ՞, քո ասածի տարբերակը։ Չէ։ Ասեմ ինչի։ Նա հիմա սենց պատկերացեք։ Հələ նայ օրինակ պրոմպտը Գուրգեն ջան, ու մնացած լիքը բաներ, input-ի վրա որ բանեսելում ու save է սխվում կամ եւ այլն եւ այլն։ Դա լիքը գործողություններ կան, որ ես չեմ սպասելու դրա։ Երբ որ Գուրգեն ջան դու format լրացնում ես ու սխվում ես save, դա խոստում կատարել չի։ Դա խոստում չի, շփոթեք։ Դա խոստում չի, ուղղակի մարդը ասում ախպեր պատրաստ է։ Ասում եմ դե որ պատրաստ ես, կանի արագ ստուգեմ։ Գուրգեն ջան, ես այդ պահին ոչ մեկից սպասման մեջ չեմ։ Ինչը ինձի պետք է, ես կարամ տեղում վերցնեմ, տղեկ ջան, տեղում ստուգեմ, տեղում error-ը ցույց տամ, ճամփեմ այդ։ Այսինքն, բանի մեյլ ես կրացնում, մեյլի պահով դիք։ Հիմա նայ, օրինակի համար երկու հատ input ունես, երկու input-ում արժեքներ ես լրացել, սխմել ես save։ Մեկը mail-ը դեր, մեկը parole-ը։ Mail-ում առանց շնիկի ես գրել։ Դիք չի հաշվում։ Ահա, դե կարացար չէ տեղում հաստուգես դու։ Ահա։ Մի անգամից ինչ արի, input get value։ Ուրի ժամանակային առումով չես սպասել, չէ՞, օրինակ, եթե մի 5 րոպե սպասեմ, set timeout-ը ի՞նչ է։ Set timeout-ը ինչ էր անում, արտահերթ ինչ-որ գործողություն էր։ Արտահերթը ո՞րն է, տիկ ջան, այսինքն գալիս էր, ի՞նչ է կատարվում ստեղ։ Այսինքն ինքը գալիս է, տենում է set interval, հա, voice match-ը չի անում։ Էսի տալիս է Վալերին, այս ֆունկցիան։ Այս ֆունկցիան տվել է Վալերի Ադզելենյային։ Վալերին ասել է, որ 3 վայրկյան բուձելնիկ դիր, հետ հաշվարկ ֆորա։ Վալերը սաղին այսպես, ինչքան set interval ու set timeout կա, սաղին հետևում։ Բայց
Set interval set timeout-ին պետք է սպասենք Գուրգեն ջան։ Այսինքն ինչ-որ ժամանակ հետո է այսի կատարվել։ Տղեկ, բայց ես նայ Գուրգեն ջան, ես էսի արեցի ու անցա առաջ, չէ՞։ Ես չգիտեմ այնտեղ ինչ կատարվա։ Всё, ես էլ դրա տերը չեմ էլ։ Հա? Տղեկ, որտեվ ինչ արեցի, ասացի 3 վայրկյան հետո ինչ-որ ֆունկցիա կանես ու всё, գալը ջան, ես կոնտրոլս կորցրել եմ։ Հիմի որ ասեմ այդ ֆունկցիայից հետո ուրիշ բան արա, դե արա։ 3 հարցը 3 Դու չգիտես դու դրել ես բուզելիկը գնացել ես Գուրգեն ջան, всё, էլ էդի քո կոնտրոլից դուրս է։ Տիկ ջան դու C տողում, հա, 4-րդ տողում բուզելիկ ես դրել ու հիմի դու 248-րդ տողում ինչ-որ գործողություն ես անում։ JavaScript էլի մենք չի։ Հիմի տիկ ջան, մեջի ֆունկցիան դաժե եթե կանչվի, դու սրան հետ չես կարա գնաս 4-րդ տող, ասես դե որ տենց է ախպեր։ Ուրեմն sense կնա։ Կասի վատես դու հասել եմ 248-րդ տողին ախպեր։ Հա ոնց հետ է դա։ Ոնց որ գիտես ինչ լինի։ Այստեղ գրեմ set interval, եթե sense ինչ-որ prompt եսի ինչ, վալա ջան, 3 վայրկյան հետո բացի ու տակից լոգիկաս գրեմ։ Ասեմ, դե եթե prompt-ին արժեք չկա, եսի ինչ, կասի վատես դու ախպեր։ Նա դի իմ ասում ախպեր, դու չես ուզում սպասես տեն ասես 3 վայրկյան հետո ինչ են լրացնում։ Նորից դրա գրես քո սցենարները, բաներ, ասում ախպեր դու առանց ոչ մեկի սպասելու, ոնց որ հարցը ոնց որ տիկ ջան, գիտես ինչ անեմ։ Հարցը տամ ու ասեմ իմ գործին խոսքի։ Ոչ լսեմ քեզի, ոչ սպասեմ։ Դրա համար տղեկ set time-out-ով սովորաբար ի՞նչն են անում։ Օրինակ չգիտեմ, ինչ-որ պատվան պետք է բացես, որ քեզի հետաքրքիր չի։ Խոսք եմ ուզում։ Կամ չգիտեմ, տիկ ջան, մի հատ էլեմենտ կա, որ պետք է պոպուշ մի 3 վայրկյան հետո անհետանա։ Ախպեր ճանդամը թո 3 վայրկյան հետո անհետանա, բալա ջան։ Ինձի դրանից հետո ոչ մի բան իրանից պետք չի ախպեր։ Տղեկ, այսինքն set time-out-ով, set interval-ով կլուծեմ այնց խնդիրներ, որոնցի դրա обратի բանը պետք չի։ Обратный связь есть, պետք չի պահեմ իր հետ։ Հա, անձի ինչ իմաստ կախպեր։ Ջնջիմս էլեմենտը ջնջի ախպեր։ Թե 3 վայրկյան հետո ջնջի տիկ ջան, թե խոսքի 3 վայրկյան 20 միլի վայրկյան հետո այդ ինձի հետաքրքիր չի։ Լավ, բա որ տղեկ իմ ամբողջ խնդիրը կախված է Վալերի պատասխանից ախպեր։ Ցելի պրոյեկտ է պատկերցրու։ Մի հատիկ հարց կա որ Վալերը մինչև չպատասխանի տղեկ։ Ես չեմ կարող ախպեր, ոնց շարունակել։ Գուրգեն ջան, Վալերի how chase կախված, պրոյեկտս այսպես կիսվում է իրարի մեջ։ Վալերը ասեց, հա, օրինակի համար եմ ասում, user-ին ինչ-որ մի բան բացել եք, սպասում եք պատասխանի, prompt-ը մի դիտարկեք, ուրիշ բան պատկերցրու, մի հատ հեքիաթային բան, որ հələ չենք անցել։ Իմի պատկերցրու, Վալերը բացել է prompt-ը, ախպեր, հիմի սպասում է user-ը պատասխանի։ Տղեկ user-ի հայից ու չեից կախված ամբողջ պրոյեկտը կիսվում։ Եթե ու հակառակ դեպքում, այսինքն եթե այոյա sense բացի, կարող է տիկ ջան, ասում ախպեր դու ուզում ես լրացնես քո անձնական տվյալները, ասում այո։ Եթե ասեց այո, Գուրգեն ջան, form պետք է բացեմ, բան պետք է անեմ, save-ի լոգիկան գրեմ եւ վարը ջան 1000 գործ կանեմ։ Կարող ասում ոչ։ Եվ որ ասես ոչ պրոյեկտս լրիվ ուրիշ ուղղությամբ է գնալու, կարող է ոչի դեպքում է պետք է միանգամից բացեմ մի հատ փոփուշեց, ասեմ դե որ ոչ ախպեր, ուրեմն ան։ Չէ, լրիվ տարբեր ճյուղավորվող, տղեկ, լրիվ իրար հետ կապ չունեցող բաներ եղավ։ Այսինքն ինչը ստացվեց, որ ես չեմ կարող պրոստը set time-out-ի պես մի հատ բան ճտստեմ վերևը, ասեմ բրատ, ես հետո իմ գործերին կապնեմ։ Դու երբ կանես, ինչ կանես, դա ինձ չի հետաքրքիր չի։ Ես հասնեմ 348-րդ տողին, դու ինչ ուզում ես արա։ Okay, տղեկ, set time-out-ն էլ է հանդիսանում ասինխրոն գործողություն։ Ինչ եմ ասում Գուրգեն ջան, ասինխրոն, որտեղ ինքը կատարվում է արտահերթ։ Ինչ իմաստով, այսինքն ես իրան չեմ սպասում։ Չէ, ես իրան չեմ սպասում։ Տիկ ջան, եթե set interval-ը ուրիշ ձև աշխատեր, 3 վայրկյան պետք է սպասել, ոչ մի գործողություն չէր ելնել, user-ը գալու էր click աներ քո պրոյեկտի մեջ, տղեկ, գալու էր save-ին սխմեր, քո save-ը չի աշխատելու, գիտես ինչ էր աշխատելու։ Որտեղ interval-ը չի բրծել։ Հա, այսինքն ինչ, մի հատ ապուշ set time-out-ի պատճառով սա պրոյեկտը սարի սենց։ Չէ։ Բայց տղեկ, promise-ին սպասելը մի հատ լրիվ ուրիշ դեպք։ Ինչա նշանակում promise ու ինչի համար ենք вообще իրան մենք դիտարկում, ով է вообще այդ կոչեցյալը էլի եւ այլն, բա ինքը առանձին գործիք է տղեկ։ Որը որ Գուրգեն ջան, էլի, ասինխրոն։ Ասինխրոն են համարվում, եկեք մի հատ նորից սահմանենք, որ լրիվ բարձր տղեկ։ Ասինխրոն են համարվում այն գործողությունները, որոնք գնում են երկրորդ պլան, ավարտվելուն պես գալիս են տիկոյի մոտ, հերթագրվում են, Գուրգենն է հերթով սաղին կատարում, կանչումը կատարում, ես է կատարում։ Բայց ասինխրոնն առաջին հերթ Էդի սինխրոնն է։ Հա, սինխրոն։ Հա, ան ոնց որ չ սինխրոն էլի, ոնց որ այդ իմաստով, էլի։ Տիկ ջան, իմенно, օրինակ
Ես 3 հատ console log ունեմ։ Դա console log-ը սովորական ֆունկցիայի կանչի եւ այն դրանք սինխրոն գործողություն են։ Դա չի կարող հետաձգվել։ Հա? Դա չի կարող ինչ-որ գործողության պատճառով հետ ընկնել։ Դա մինչև չկատարվի for-ը, տղեկ, դա սինխրոն է, երբեք for-ը տիկ չի կարող skip լինի։ Յանի որ ֆունկցիայի մեջ Կամ ուշանապոսք է։ ֆունկցիայի մեջ որ անսինխրոն գործողություն է գրած, դա ավտոմատ դառնում սինխրոն։ Չէ։ Հիմա ֆունկցիա ունես Գուրգեն ջան։ Հիմա նայեք, տղեկ, Գուրգենը ինչ հետաքրքիր հարց է տալի։ Հիմա եթե այս set ինտերվալը գրածել եմ մի հատ ֆունկցիայի մեջ, function a, չէ, նայ, բալեր ջան։ Հեսա, մի հատ գրեմ console log բան։ Console log balus։ Բայց նա մեջ է բան։ Գուրգեն ջան, նայ։ Ուրեմն a ֆունկցիան երբ որ ես կանչեմ, a ֆունկցիա ես որ կանչեմ, set ինտերվալը դնելու է, որպես ասինխրոն գործողություն, բայց քո a ֆունկցիայի կանչը Գուրգեն ջան, սինխրոն է։ Դիք ջան, ֆունկցիայի կանչն է սինխրոն, բայց մեջը կարող լինեն ասինխրոն գործողություններ, որոնք որ ասված իրանց հետ ախպեր, որ իրանք այդքան առանձին կատարվեն։ Բայց ես այս set ինտերվալը դնել եմ, ես սա տալու եմ կոպիտ ասած վալերին ու ցիկլից դուրս կամ ես ես։ Ես այս սրան վրա չեմ լրվելու մնամ, տղեկ։ Ես ես ինչ եմ անելու։ Ես տալու եմ վալերին, վալերը հետո նույն ցեպշկով հետ բերի ինձի տա։ Ճոգում եք, չէ՞ ինչա կատարում։ Տղեկ իտոգում ցեպշկին ոնց որ հետ ֆռա։ Ես ըստ այս set ինտերվալ եմ տալի, ասում եմ ախպեր, այս ֆունկցիան պետք է 3 վայրկյան հետո կատարվի։ Արա ախպեր, տալիս եմ վալերին, վալերը նորից հետա տալի հետո ինձ։ Դե այդ էր գործը, սա իմաստը հենց այդ էր։ Վալերը ասում է, բրա, դու էդ ինձի, դու կպի քո գործերի։ Հենց ըլնի ես քեզի խավ օգնում ա վալերը ինձ։ Հա? Այսինքն վալերն ասում ախպեր դու ունձի ես կհետևեմ հենց ըլնի կասեմ քեզի, ասում է դու գնա քո գործերը շարունակի։ Դեք ջան, ես իմ գործերը console log, սա սինխրոն գործողություններից բրծնում եմ այդ պահին։ Ու քանի որ վալերը տեսել էր, որ արդեն բրծել է, բերել գցել էր հերթի մեջ, Գուրգենը վերցրել էր քո մոտի հերթից, տվեց ինձ ես ֆունկցիան արդեն անեմ։ Գիտես երբ տվեց դիկ ջան։ Երբ որ ես էլ բան չունեի անելու այդ բանը։ Հա? Երբ որ սա սինխրոն գործողություններից բրծել։ Տայք, այս մեջի ֆունկցիան երբ որ կատարվում է, կատարման ժամանակ Գուրգեն ջան, սա էլ է համարվում սինխրոն գործողություն։ Հա? Դիկ ջան, եթե այսինքն դու այս ֆունկցիայի մեջ կոդեր ունենաս գրած, console log կլինի թե մի հատ for կլինի եւ այլն եւ այլն։ Ինքը սա մինչեւ չավարտի հաջորդին չի անցնելու տղեկ։ Ասինխրոն աշխատում մենակ գիտեք որ պահը, այս մի հատ տողը։ Այս մի տողը տղեկ, այս դնելու սպահը, այս որ բուձելիկ եմ դնում տիկ, չեմ սպասում, մենակ այդ անսինխրոն, վալեր չէ։ Մնացած մեջի կոդը այդ callback ֆունկցիան։ Չէ՞։ Գուրգեն ջան, callback ֆունկցիան ո՞րն էր, այս մեջի ֆունկցիան չի այս, որ տվել եմ իրան, որ անի։ Տղեկ ջան, մեջը ինչ որ գերած, այդ կատարվելու է սինխրոն։ Գիտես երբ տիկ։ Երբ որ ես պարապ բնամ, վալերն է որոշի, որ այդ արդեն բրծել։ Այդ ժամանակ ես այս ֆունկցիան կկատարեմ, բայց չեմ կատարի ձեռի հետ, կամ ասեմ լավ ախպեր հələ կայնի, ուրիշ բան եկավ, ուրիշ զանգ եկավ։ Չէ, եթե ես վերցրել եմ այս ֆունկցիան կատարման, Գուրգեն ջան, ես այս ֆունկցիան պարտավոր եմ ավարտեմ ու վերջացնեմ։ Եթե իհարկե տղեկ ջան, մեջը մի հատ էլ set ինտերվալ չկա։ Բայց դա ինձ չի խանգարի։ Ես այդ set ինտերվալը նորից կտամ վալերին, տիկ ջան։ Ես իմ սինխրոն գործողությունը կշարունակեմ ու նորից տղեկ այդ կռուգավառուտը անընդհատ ֆռում է, անընդհատ։ Դա անբաժան մաս է։ Հիմա տղեկ backend այդքան որ ասում։ Вообще եկեք գաղափարն ասեմ իմաստը որ նա set interval set timeout տղեկ ջան, էսի պետքա մեկ-մեկ սիրուն անիմացիաները ինչ-որ բան կորցնելու համար կամ ոնց որ բան ես սխմել չես ուզում միանգամից alert-ը քիթ բեյնին բացես, ասում ես լավ, կանի մի 2 վայրկյան ոտոս կախքսեմ, հետո կբացեմ էդի։ Տես տղեկ ջան, ինչ-որ զաձերշկեք է, հա, սենց ասած։ Set interval-ը ժամացույց է, բուձելնիկա կամ այն հետ հաշվարկ ես ուզում դնես, բան, այդ դրա համար լրիվ իդեալական։ Տղեկ ջան, հաջող։ Միանշանակ, չես կարող չօգտագործել։ Էս այն ամենահիմնական են գաղափարները, որ անհնար է չօգտագործես, հա։ Պրոստը նայ, օրինակ Վալո ջան, այս promise-ը որ բացատրում եմ, Angular-ում ուրիշ ձև է կոչվում։ Angular-ում promise-ը համարել են հնացած բան, ու մի հատ լրիվ նոր բան են բերել, որը որ promise-ի կատարելագործված տեսակն է, հա։ Ավելի այն խնդիրներից խուսափած, բայց եթե այս promise չիմանամ, տիկ ջան, ես այնի ուղղակի չեմ կարող գիտակցեմ նույնիսկ ինչա, որովհետև նույնիսկ promise իմանալուց հետո այնի բարդ է։ Okay։ Հիմա նայեք։ Հիմա ինչա կատարում։ Պատկերացրու, չէ՞ տղեկ, set interval-ը Վալով ջան, set timeout-ը Գուրգեն ջան։ Այդ այն ֆունկցիաներն են, որը պետքա ներքին ինչ-որ աշխատանքների հարդարման կամ ինչ-որ այդպես անկապ բաների համար։ Ինքը այդքան լուրջ բան չի ներկայացնում իրանց։ Էլի ասինխրոն է, չեմ վիճում, չեմ բանանում, բացառում այդ դեպքը։ Տղեկ, հաջորդը դա promise-ն է, ասինխրոններից։
Դիք ջան, promise-ը արի sense բացատրեմ։ Ուրեմն, եթե չլինի promise-ը, մենք back-ի հետ չենք կարող աշխատել։ Back-end կոչվածի հետ։ Promise-ը, օրինակ promise կյանքում դիք ջան, չեմ օգտագործի ինչ-որ հետ հաշվարկ կամ չգիտեմ, ինչ-որ մի բան ուշ բացը, ինքը դրա համար չի գուգին չի։ Հիմա մենք փորձենք promise-ով մի քանի հատ օրինակ գրենք կոդը, որպես հասկանանք promise հասկացողությունը իրանից ինչա ներկայացնում, ինքը ավելի հետաքրքիր է։ Տիկ ջան, բայց եթե չլիներ promise-ը ու promise-ից հետևող մի հատ ուրիշ բան կա, տղեկ ջան, հետ եք անցնենք, էլի, մենք չենք կարող երբեք ինչ-որ ինֆորմացիա վերցնենք back-ից։ Տղեկ back, որ ասում ենք, այդ ինչ է։ Տիկ ջան, ուրեմն յուրաքանչյուր մեր համակարգիչ, հա, Գուրգենի համակարգիչը, իմ համակարգիչը, բոլորիս համակարգիչը կարող դառնա back-end ինչ-որ մի հատ մեխանիզմ։ Լավ։ Իրա մեջ ինչ-որ բան է։ Գուրգեն ջան, լիքը բաներ կա, տվյալները պահելու բան։ Ենթադրենք, Excel-ով լիքը տեսած կլինք, հաշվապահությունը Excel-ով են անում։ Տակ ջան, հաշվապահության համար back-end կոչվածը դա Excel-ն է։ Ասեմ ինչ մտքով, որտեվ ամբողջ ինֆորմացիան, որը որ պետքա պահվի, պահվում է կամ ՀՑ-ն լսել եք, այդ ՀՑ, որ ասում են հայկական ծրագիր, այդ հաշվապահության ծրագիրն է, սա ինֆորմացիան Գուրգեն ջան ընդեղ են լրացնում, ընդեղ են պահում որպես տվյալների բազա։ Հիմա, տղեկ, եթե ձեզ թվում է, որ օրինակ Facebook-ից, երբ որ դուք մտնում ես My Profile կամ մտնում ես Messenger, դիք զգացել ես, որ ինչ-որ պահանջում է հետո նամակները տերևում։ Scroll ես անում վերև։ Նկատել եք, որ ժամանակ անցնում հետո է գալը։ Այդ ինչի։ Չկար մոտը մի անգամից ցույց տար, չէ։ Դիք ջան, որտեղ մեր ֆրոնտը տղեկ, միշտ դիմում է ինչ-որ մեկին, որպեսզի ստանա այդ տվյալները։ Գուրգեն ջան, որտեղ ես չեմ կարող local storage-ում քո նամակները պահել։ Հա? Բալեր ջան, ես local storage-ում կարող մի քանի հատ մանր-մունր բան պահեմ, որը որ չգիտեմ, այտենց զիզիկ-միզիկ բաների համար է, կամ չգիտեմ, նո, չէ, երբեմն ելնում է կարևոր բաներ ենք պահում, բայց այնպես բաներ, որ նորմալ է, որ ֆրոնտում պահես։ Դիք ջան, բայց ես ինչ իրավունք ունեմ նամակ հասկացողությունը պահեմ local storage-ում։ Դու զգում ես ես ինչ հանցագործություն եմ անում։ Այսքան ես հերիքա Գուրգենը այս կոմպով գրվի, կոպիտ ասած նամակագրության մեջ մտի։ Կողքի կոմպը բացեք, նամակները չկա։ Չի չկա, որտեղ վերնելիս local storage-ում ես պահել։ Այսինքն Գուրգեն ջան, ես խնդիր ունեմ նրա, որ քո տվյալները պահեմ մի հատ ընդհանուր հասանելի տեղում, բայց ոչ բոլորի համար։ Այ back-end-ի գործը տղեկ հենց այդ է, որ սաղի տվյալները պահում է ինքը մի տեղ, գիտես ոնց է գրած, խոսքի Facebook-ում քո նամակները։ Տղեկ ջան, այս տողեր է այդում։ Առաջին տողում, ջան, չէ, առաջին տողում գրած է ենթադրենք Գուրգեն։ Вообще սկսում ամեն ինչը տղեկ, եկեք սենց սկսեմ մի քիչ բացատրել, հա, այս գաղափարումները։ Հիմա նայ, ուրեմն այնտեղ կա user-ների ցուցակ։ User ցուցակ են անվանում իրանք, հա, տղեկ։ Ուրեմն այս user ցուցակում Վալեր ջան ինքը մի հատ ունի ID, Գուրգեն։ Ունի անուն, հա, name ու last name, խոսքի։ Last name, ահա։ Այսինքն ID-ն object-ն է, name ID-ն քո գրանցվելուց, դու քո գրանցվելուց ստանում ես паспорտի սերիա։ Այսինքն общий object է, կոպիտ ասած, ու քերը որտե։ Կարանք համարենք օբյեկտ։ Չէ, Բայց հա, պասուցի հա։ Հիմի նայ, Գուրգեն ջան, ուրեմն այստեղ լիքը մարդիկ կան, 3 ID-ով ու Գեգամ Մանուկյան ազգանունով։ Կա մի հատ 16 բանով, 16 անունով ինչ-որ չգիտեմ, Պապկենովիչ, Պապկենովիչ, ու եւ այլն, տղեկ, լիքը սենց մարդիկ կան։ Դիք ջան, երբ որ օրինակի համար եմ ասում, Գեղամը Պապկենին որ նամակ գրեց, ունեն նամակների ցուցակ, messages։ Ընդեղ առանձին Գուրգեն ջան, պահում են, որ մեկ համարը գրել է 16 համարին, հաղորդագրություն, կապ չունի ինչա գրած, ինչ-որ տեքստ, հա, Վալեր ջան, այսինքն ոնց են հասկանում, ասում է աղբեր մեկ ով է, ասում է եղբայր, մեկը դա user-ի հարթական համարն է, 3-ը 16-ին է գրել, չէ, տղեկ ջան, եթե 16-ը 3-ին գրի, իրանք հակառակը կպահեն, եսի կասեն 16-ը 3-ին, այ սենց տղեկ, իրանք հասկանում են, ով է ում գրել, ու տղեկ, պատկերացրեք, կա ստեղ մի 640 հատ հաղորդագրություն, ու իրականում պատկերացնում եք, որ դա միլիարդների հասնող քանակություն է, էլ, ու նայ, օրինակ ինչ-որ 18-րդը գրել է խոսքի 9-րդին, տղեկ, երբ որ Գուրգենը մտնում է իր սայթ,
հա, Գուրգենը մտնում է իր site։ Ինչ անում մեր backend developer-ը, հա, ինչա գրել մեր backend-ի ծրագրավորողը։ Ասել է եղբայր, հենց Գուրգենը մտնի site, գնա տվյալ մեսեջների մեջից, բեր մենակ նրանք, տղեկ, մենակ նրանք, որոնց մեջ ID-ն հավասար է Գուրգենի ID-ին, 16-ի, կամ չգիտեմ, 3-ի։ Հա? Ու տղեկ ստացվեց, որ բոլորիդ ինֆորմացիան պահվում է մեկ ընդհանուր հասանելի վայրում, մեկ ընդհանուր բազայում։ Բայց ամեն մեկը ձեր կայք մտնելուց ստանում եք մենակ ձերը։ Այ դա backend-ի գործը, Գուրգեն ջան, որ հանկարծ քո ինֆորմացիան խալխին չտա, խալխինը քեզ չտա։ Ջարդում են տվյալների բազան։ Ինչ որ ասում են սայթը ջարդում են։ Այդ եմ ասում։ Աջան, ոչ ID-ին չի, դեռ պրակոլներ են թողում backend ծրագրավորողները։ Ինչ որ մեկը կարող է հասնի տվյալների բազային տվեք։ Բայց դե Հա, որ ասենք պրակոլ չկա, բայց ջարդում է։ չի կարա դες բանել։ Անհնար է, պրակոլը գտնելու են միշտ։ Բան չունեմ ասելու, կարող է խոսքի գտել է այդ, չգիտեմ, բեսամ գելը։ Դեմի որ Գիտես ոնց են մեծամասամբ, գիտես մեծամասամբ կանում պասպորտես կոդը վերում է։ Ինչ չէ։ Ինչ որ բաներ վերում։ կոդերը, JavaScript-ի կոդերը։ Թե բաներ վերում, հա։ Okay. Հիմնական լոգիկան չի վերում, թե բանը վերում։ Էլի մոդալապես այդպես տեղ ես մտնում, ու չէ դե։ Բացարձակապես չէ։ Այդ լրիվ ուրիշ խորացված մասնագիտություն է, որ պրակոլը գտնում է։ Բայց չերես ինսպեկտ չեն անում։ Իրանք տղեկ ֆրոնտը ջարդելու կարիք չկա։ Ֆրոնտին ինչը ջարդեն, հե մտի ախպեր, ալեր ջան։ Այ մտեմ Facebook-ը ջարդեմ ախպեր, հա։ Մտեմ ստեղից ախպեր ջան, հա։ Ինսպեկտը բացում սա կոդերը ջնջեմ, հա։ Ում վնաս տվի։ Տղեկ, եսի ինչ որ ես անում, հա։ Եսի իմ կոմպի մեջ եմ անում, ախպեր ինչ փոխվա, ուր ալ է տանտերել չեմ կարող ջնջել։ Edit as HTML-ը ուր է։ Ահա, ախպեր, Facebook-ը փչացրի, հա, ջնջի Facebook-ը։ Շա մի ոչ մեկի մոտ գլոբուսում չի բացում Facebook-ը։ Տղեկ, եսի մենակ իմ կոմպի մեջ է։ Էս ինչ որ անում, անկապ բաներ եմ անում։ Մտի JavaScript-ի կոդը ջնջի կամ մեջը բան փոխի։ Արա ում ես վատություն անում։ Դուք հոմոտ էշեշ փչացրի։ Բանկային կոդ չորտեմ, ինչ որ։ Ջան։ Բանկային կոդերն ուր։ Նա իրականում տղեկ, այդ ջարդել, սայթ գողանալ, քարտից փող քաշել, բան։ Տղեկ ջան, դա խափեությունով են անում, ոչ թե խելքով ծրագրավորման լեզուներով։ Հնարավոր է, Վալեր ջան, բայց դա ես չգիտեմ, այդ ով պետք է լինի, որ այդ պրոտոկոլը կարողանա պահի տան։ Բայց հնարավոր է։ Հնարավոր է, միանշանակ հնարավոր։ Իսկ այդ բանը տնելի չէ։ Հատուկ սխեմաներ ու ալգորիթմներ կա, որ կարող են խոսքի Բարսալի մաթեմատիկայի հետ կապված։ Չէ, եթե դու պատկերացնում ես օրինակ ոնց կանան սարքած է, լեն տղեկ այդ ամեն ինչը։ Դու նույն հարցումները, նույն դիմումները կանես, ինչ որ խոսքի չգիտեմ։ Իրանք ներսից են անում։ Կամ 10-ից 1 շահում տալի կամ այսքան լիմիտ կվանալուց հետո։ Մոտավորապես այդպես է իր սխեման, բայց այդ տակից ինչ Դրա համար եմ ասում։ դեպքում ինչ աշխատում, որ ID-ը Практически սուտ է, դրա համար եմ ասում։ Օրինակ, եթե մենք ինչ-որ սայթ սարքենք, ուղղակի ինչ-որ անսանոթ մարդուց ենք գրեք խախտիկ տվյալները, կամ տվյալները գրեց ու տաղնիկ փոխում արչապ գրեց, իրանք արդեն օրինակի համար եթե մենք ուզենք իր փողերը վերցնենք իր ծերից այդ տվյալները մենակ օգտվենք, թե իսկ ինչ ծրագիր կա հատուկ կոդի իսկ ինչ է էքստերնալ են ծրագիրը օրինակի համար թիվը գրես կա կոնկրետ այդ քարտից այդ թիվը կոնկրետ քաշեմենա Դա չէ ձերը մտում անում։ Մտում արած կունենա։ Չէ, օրինակի համար ես ծրագիր եմ ստեղծել, որտեղ փողը պետք է օրինակի համար $5 Ես այդ $5 ինչ է։ Դա տղեկ ջան, ուրեմն կա վճարային հատուկ համակարգեր, որոնք գրված են միջազգային կազմակերպությունների կողմից կամ բանկերի կողմից։ Օրինակ ID բանկը կամ արկա համակարգ։ Հա, Հայաստանում։ Ինքը հատուկ ինտեգրացիա է, ես չեմ գրում դա։ Ես ուղղակի կպցնում եմ այդ բանկային լոգիկան, ես չեմ տենում ինչա գրած ունդ։ Ես ուղղակի կպցնում եմ, ասում դիմում եմ, ասում եմ, բրատ, այս օգտատիրոջից այսքան գումար քաշի։ Բանկն է անվտանգությունից ելնելով նորից այդ մարդուն SMS ավարտում, որ այսքան փող քաշեցին քո քարտից եւ այլն եւ այլն։ Դες այդ սխեման մենք կապ չունենք։ Այդ գերման բանկերը, հա բան։ Այ դե այդպես է օրինակի համար պատվեր են գրել, ու մենք պատվերը իրար կողմից ստանանք օրինակի համար մեյլով կամ միջոց ծրագրով, այդ դեպքում միջոց ստեղծենք։ Այդ է, սա backend developer-ներն են անում։ Հա։ Հա, սա backend-ն է անում։ Նա տաքսի կանչել օրինակի համար մենք ինչ ստանանք, որ ինչ որ մարդ մտել է մեր սայթի մեջ ու պատվիրել է տաքսի։
Օրինակ ամեն մեկ ինչը պետք է ինֆորմացիա ստանում։ Այսինքն դու որպես պատվիրատու դու Ես որպես սայթի տերն եմ ու այդ հավելվածը սեփականատեր է։ Հասկացա։ Որ ինչ որ մարդ մտնի իմ հավելվածից մեջ, պատվերն է, օրինակ համար իմ mail-ից գոր։ Ահա։ Ուրեմն երբ որ այդ մարդը մտնում է կայք, հա, ֆրոնտում լրացնում է լոգին parole-ը դասել ու սխմաս է, ինչա կատարվում։ Ֆրոնտը, դայք այդ օբյեկտն ու զանգվածը որ հավաքում ենք, եթե հավայի չենք հավաքում։ Պետք է հեսա օգտագործել ենք, եթե ռեալ պետք առանց դրա չի աշխատել ոչ մի բան։ Այդ օբյեկտը իր լոգին parole-ը որ հավաքել ենք parole։ Ես ուղարկում եմ backend-ին։ Դիմում եմ backend։ Դայք ֆրոնտ ու back-ը անդադ զանգի մեջ են իրար հետ։ Մեկը զանգում ասում ապա հենց էս թվեր ասեմ ճշտի Վալեր ջան, ասում է տես տոշնյա քատ էս մարդ թե չէ։ Վալեր ջան, հենց էս լոգին եղա back-ում տվյալների բազայում արդեն չգիտեմ, մի հատ կարաս true false տնես, մտելա կամ լոգին ա եղած կամ on-line-ա կամ on-line չի։ Հա? Այսինքն ոնց ես դու ոնց եմ ես իմանում որ Գուրգենը այս պահին WhatsApp-ում on-line-ա։ Ինքը հենց լոգին ալնում կամ հեռախոսը բացում է ֆրոնտը, զանգում է back-ին, տղեկ։ Ասում ախպեր մտավ նոր հենց նոր կայ։ Բայց մի որ ջնջում է, հերաս միջից ծրագիրը ջնջում է, Okay։ ոչ թե սայթը ջնջում է, դու ծրագիրը, նո խաղի մտել ես ինչ-որ բաներով ես ռեգիստրում, չես հլենապիտի բանա, ինչ որ է, մի բանով ավտոմատ է եղել ամեն ինչը, որ դու չի դես այդ ամեն ինչ, ու ջնջում ես, պրոստը խաղում ես ջնջում, հետո ժամանակի ընթացքում քաշում ես, ծրագիրը խաղա ինչ-որ է, ինքը բերում է, ուզում ես թազա, թե ուզում ես հինը։ Այո։ Այնի լոկալ։ Դա որտեվ իրանք քո դու հեռախոսի մեջից որ ջնջում ես, դու ուղղակի քո հեռախոսի մեջի լոկալ ֆայլերն ես ջնջում։ Տվյալների բազայում, որը որ կապահվում է լրիվ ուրիշ տեղ, որը որ вообще քո ձեռի տակ չի։ Այնտեղ սա կա։ Սայթը, խաղային ինչ-որ ակաունտը, ուզում ես ջնջես, դա պետք է հելնես, թե բանը միջի ջնջես։ Օրինակ Կապ չունի։ Instagram-ը չեն։ Իրանք մեկը պայել է։ Ինքը կմնա, բայց եթե հենց հենց այդ ակաունտը չնջեն։ Մեջից մտնում ես հատուկ քայլերով անցնում ես, որ ասես ախպեր ջնջեք։ Տղեկ, ես որպես գաղտնիք ձեզ ասեմ, երբեք ձեր տվյալները, երբ որ օրինակի համար եմ ասում, Տոտոյում կամ Vivar-ում սայթ բացեք ու տեղից դուրս գաք, հետո ձեր տվյալները ոչ մի չի ջնջել։ Անդե մի քիչ ինքը մնում է տղեկ։ Մինչև հիմա մեկը մինչև հիմա իրենք քեզի գիտեն։ Կողքից երեք բան դեսեցեք Vivar-ը, օրինակ համար եթե սայթ բացես, այդ տերը ամբողջ տվյալները փոխանցվում է պսած թուրքին, օրինակի համար, թշնամու փոխանցվում է տվյալները։ Պասպորտի տանը չմիշե, այդ տերն ու կոնկրետ այդ մարդիկ իրար հետ համագործակցության մեջ են, ինչ տվյալ բացես կփոխանցվի իրան։ Շատ հանգիստ։ Տոլավա իրանք գիտեն։ Չէ, դրա համար չեմ ասում։ Բացի։ Հա, դալցավները կդրել եմ մտենին վիդեոները։ Չդիք չանջոդեք վիդեո չանջոդել մի համ։ Չէ, լավ, հետո կասեմ։ Հա, օքեյ, հետո կասեմ։ Դա իրականում նայեք ոնց է իրականում այդ սխեման։ Ձեր տվյալները իրանք երբեք չեն ջնջում, որտեվ դու ինչ են անում, դե ստատուս ունեն։ Իրանք ստատուս ունեն։ Դե ստատուսը օրինակ Գուրգեն ասում ախպեր ես ինձ ջնջեք ձեր սայթից եւ այլն եւ այլն եւ այլն, ախպեր ես մարդիկ մտնում են պրոստը տվյալների բազայում, քո բանը օրինակ ակտիվը սարքում են false։ Որ դու ուզում ես, երբ որ ֆրոնտը զանգում է back-ին, Գուրգենը իր account-ից մտնում է ֆրոնտով login parole-ը գնում է սփա login, ասում է դու չկաս այս սայթում։ Ինչ է անում, ինչ է կատարում։ Կասեցնեք, բայց ինչ որ Կա, սաղ տվյալներդ կա, սաղ տվյալներդ օտիդո պահվել է, քո հիստորիայով, բանով ամեն ինչ։ Հա? Ինչ անում, զանգում է, ասում է եղբայր, ֆրոնտը տղեկ, միշտ զանգում է back-ին, ասում է ախպեր ես, մի հատ կստուգես, ասես մարդկա թե չէ։ Բեկը ստուգում ասում է հա տոշնի։ Մտնում ես էջ։ Control-ը այս կանոպկին, որ կուտային կանա չեր գը, control-ը որն էր HTML-ից CSS-ի մեջ, որ կար ինքը, բայց մենք իրան չէինք տեսնում։ Կոմենտի հետ։ Կոմենտը այդ ձեր դառնա ամբողջ տեղ։ Մոտավոր։ Մեր կոնկրետ ֆորմետ պիտի սարքենք, մոտավորապես այդպես է, որ մենք ինպուտների մեջ լրացնում ենք, սխմեցինք այդ դու պետք է դիմես back-end-ին, ասենց ասած։ Այո։ Հետո պետք է տեղափոխի այնտեղ ու ավտոմատ հայտնի։ Հա, տղեկ, եկեք իրականում այդ է պատմեմ, որտեվ եթե այս ամեն ինչը դուք տղեկ այս հարցերը որ տալիս եք ճիշտ եք անում, որտեվ եթե դուք այս հարցերը չտաք, դուք պատկերացում չեք կազմի ինչ այս ամեն ինչ։ Հա? Հիմա նայեք ես մի բան բացատրեմ։ Հա, բա շատ լավ բան է։ Դե ֆրոնտը չլի, հələ տենան back-ը ինչ անել։ Չէ, իրականում շատ կարևոր բան է։ Այնտեղ որ ասում են ու ինֆորմացիան գողացվել է։ Ես էլ
Կողոսնա backend ծրագրավորողը մենք ինչ-որ բան է տեսել, ես այդ backend ծրագրավորողը доступ ունի կարտալու сообщения, վիդեոյա, ֆլանա, պստանա, Ուզում եք բացեմ ռուսական պրոյեկտում գտնվող սաղ նամակները տենակ։ Չէ, Հա, ես ունեմ օրինակ դոստում սաղի, պոլի։ դու գրել է, դու այդ ծրագիր գրողը, ով որ գրել է, Հա, ինքը կամ հետո էլի որ Էդ եմ ասում։ օկտատերի, հա, ինքը բան չունի, անչը, այդ օկտատերը արդեն զապրել չի տնում, որ հեշման բացի, չի կարող։ Եթե տվյալների բազայի լոգին պարոլը եթե փոխի, հա։ Հիմի որ ինչ-որ բան է տեղ, հանցագործություն ինչ է, որ այդ նամակներ կարտալ, Հիմա եթե օրինակի համար պրոյեկտներից ինչ-որ մեկում ինֆորմացիայի կորուստ տեղավ տվեք, բոլոր աշխատողներին, խոսքի ինձ էլ հետները, կանան շատ դուրս ձևով հետաքննեն, չգիտեմ, հարցաքննության կանչեն եւ այլն։ Որտեղ մենք բոլորս պայմանագիր ունենք ստորագրել, գաղտնիության պայմանագիր կոչվում։ Դու պայմանագիր ստորագրում, որ պարտավորես գաղտնիություն պահես։ Դրա համար է ասում, որ backend-ը դա դրանց, դա բաներ անեցող։ Դա սովորաբար պրոյեկտի վրա դուք աշխատեք, դա մասին ճշմարտ չի կրնա։ Պրոյեկտի մասին կարող իմանալ, դու կարող է դաժե կլենտին լավ է, որ գովազդես խոսալով, բերան փոխանցելով, բայց ներքին ինֆորմացիա թե ոնց է աշխատում դա ներսից եւ ինչ է կատարվում, ինչ ալգորիթմներ ունես դու եւ պատկերացրու Էդի կոնսոլով չի երևի։ Էդի backend-ում է գրած, էդի ոչ մեկ չի տենում, Վալեր ջան, ինչ արդյոք։ Ֆրոնտը երևում է միշտ, բայց back-ի գրած կոդը ոչ մեկ չի տենում երբեք։ Հիմի դու կնես Facebook-ի խոդի լոգի պարագրաֆը, որ քլիկը չես կատարել, ինչի վրա քլիկ կա։ Մարդկանց քյալության հաշվի։ Չէ, ինչ է բանում մնամ JS-ով։ C++-ով C-ով կամ ինչ-որ։ Մենակ էս։ No, կայքերքը այնքան պրիմիտիվ է, որ մի հատ ուրիշ գործիք կա տուղտա, կարաս դրանով է։ Պապիկ ես, մի ամիտ ելներ։ Ու, հա, ինչ էի ասում։ Մի խոսքով, հա, Տարեկ ջան, այսինքն այդ կոպիտ ասած այդ սխեման հետևյալն է, որ backend-ը պալիվոմոն այս տեղա, որ ոչ մեկ կոդերը չի տենում, Վալեր ջան։ Այդ ինֆորմացիաները, որ դուք ուղարկում եք, որ backend-ը պալի ոչ մեկ չի տենում, տղեկ, օրինակ Amazon-ը կամ, չգիտեմ, Facebook-ը իր առանձին սերվերներն է ստեղծել։ Սերվերը բավարար տեսել եք սերվերանոց հասկացությունը իրանց ինչ է։ Դարակներով կոմպեր ասես, չէ՞։ Հա, տեսել ես Վալեր։ Սերվերանոցները Մի անգամ այն ժելեզնի չելավիկն չէ, որ նայում էի, այս է սերվերանոց։ ժելեզնի չելավիկը կոնկրետ կա ժելեզնի չելավիկի մեջ աշխարհի ամենամեծ տեղը ստանում վրոդի նկարած է, էլի, ուժը բանը։ Կոմպոնենտի կառուցում չէ, ֆեդերացիայի ինֆորմացիա։ Նայ, դիք ջան, ինչա սերվեր հասկացողությունը, չէ՞։ Դա սովորական իմիջիայ կոմպյուտերս կոմպ։ Պրոստը առանց կլավիատուրայի, առանց մտնիկի, առանց մոնիտորի։ Մեջի մենակ պրոցեսորն է։ Իր հիշողությունով, RAM-ով, պրոցեսորով, CPU, MPU, այդ ամենը մտա այս չիպիկների մեջ հավաքած է։ Շնորհում, որ ամեն մարդու համար կամ լավ, այդ սայթի մեջ 100,000 հոգի ամեն մեկի համար առանձին չիպ է։ Չէ, հա, այդքան դու ամեն մեկի վրա այդքան փող չես ա։ Այդ մի հատ չիպը կարող է խոսքի միլիոն հոգու ապսուժվեցա։ Ամեն չիպը տարբեր բաների Ամեն տարբեր պրոցեսների համար է եւ այլն, հա, այսինքն լավ միտքը խոսքի կարող է ոչ թե միլիոն, այլ 500,000 ամեն 500,000-ին մի հատ դիտես մի Դեպք է, հա, ինչ-որ ապրոսելի է, ֆայլեր պետք բացել, հadoop ծրագիր է, էլի, մենք շերմոց ենք ծրագիր բացել, հա։ Ուրեմն մենք անգամ պետք է այդ ընդհանուր սաղ ծրագիրը կենը, այդ ֆայլերն էր պետք բացել, ինչ-որ էլի ահագին ժամանակ չարժանանք էլի այդ ֆայլերի վրա, վերջում բացեցինք, այն որ կասկնամ, ինչ է բացել։ Իվա տեսեք, ոնց ինչա կատարում։ Այդ սերվեր կոչեցյալը, հա, այդ սերվեր ասվածը, ուղղակի համակարգիչ է, որտեղ որ պահվում է այդ ամբողջ տվյալները ձեր։ Ինչի են տիկ ջան, այդ սերվերները ինչի այս սենյակում սերվեր դրած չի Վալեր ջան։ Ինչի պետք է պարտադիր այդ սերվերները մի հսկայական սենյակում հավաքված լինեն եւ այլն եւ այլն։ Որտեղ տղեկ ջան, այդ սերվերները պարտադիր պետք է ունենան ինտերնետ պաստայան։ Այնտեղ չի կարող անցնել, որ բայ հոսանքները գնաց։ Խոսքի հանկարծ խոսանքինս սարի Տիկ ջան, իրան գիտես քանի տակ հոսանք չի կորում, պրոստը օրինակ պատկերացրու ընդհանրապես մի րոպեով հոսանքները գնա ու Facebook-ը բացարձակ չաշխատի։
Բայց գերմի չեմ եկնում դեպս։ Հազվադեպ ես եթե չեմ սխալվում, ամբողջ պատմության մեջ երկու անգամ այդպես դեպք եղել, մեկն է այս վերջերս քունը հելա, մի մարդիկ մենք ֆինանսական եսի մենք ցես Ինչն է, սա տենում են։ Ինքան գեներալ։ Չէ, կարող է որ մի բան անջատել է, հա, այդպես հետա խոսքը։ Ինչ որ նա տեխնիկական խնդիր է եղել։ Չէ, հա, հասկացա։ Չեմ անդուխ եղել։ Հա, պրոբլեմը կա, ինֆորմացիան չի եթում սերվերը։ Okay։ Կորավ էդի օթում մնաց ուրեմն։ Հա։ Սերվերը տանջված եղավ, դու ռեգիստրացիա անցնելուց։ Նայ, դիք ջան, ֆրոնտը ինչ անում, այդ օբյեկտը, որ ինֆորմացիան լրացրել ես ֆորմատ, որ պետք է սեյվ անի, տանի, որ տվյալների բազայում պահվի, զանգվում է բեքին, բեքը չի վեկալում։ Կաֆեց ու վсё։ Զանգվում է բեքին, բեքը չի վեկալում, ջոգի, որ կաֆեց կամ կոմպյուտերը դեպի կաֆելու process։ Հա, ու մենք այստեղ խոսքի կարմիրով error պետք է ցույց տան կամ alert-ով պետք է ցույց տան, որ գիտեք, ինչ ձեր տվյալները չեն պահպանվել, որ բանալի չզարմանաք։ Հա, պատկերացիք, չէ՞։ Ուրեմն ինչ ա եղել, այդ սերվերների մեջ այդ ինֆորմացիան պահվում է Պաստանի, ինտերնետով տղեկ ջան, Պաստանի, հոսանքով 10 տակ ինտերնետ մի 5 հատ ոնց որ պատկերացրա միաժամանակ այս սենյակում համ Ucom բերեմ քաշում, համ Vivace-ել, համ Եսիմինչ, Sputnik-ով ինտերնետ բանա, որ հանկարծ մի վայրկյանով ինտերնետը ստե չէ տա։ Կոնկրետ հազար կողմ է ստեղծել համ ուլտրանետը, այսինքն ինքը հենց իրականում չէ, այսինքն ինքը համագործակցել է 4 թե 5 ցանցերի հետ, այսինքն եթե կոնկրետ մեծ բաներ է, շատ լավ է։ աշխատող մեկից Այդ ուժեղ սիստեմա։ Դա իդեալական սիստեմա է համը։ Շատ հետաքրքիր բան է։ Պրոստը Հայաստանում вообще վատային է, որ ախպեր, եթե հանկարծ Հայաստանում ինչ որ մի կապերից մեկը վատացավ, իմացեք հաստատ սաղ վատացել է։ Որտեվ սաղի, որտեվ տիկ ջան, սաղի բանը մի հատ մի տեղից ա գալ։ Չերես ծովի տակով, տղեկ, այդ ինտերնետ հասկացողությունը ուղղակի կաբել է։ Ինտերնետ համաշխարհային, ես ինչ են ասում, դրան պաուծինա են, չէ՞ ասում համաշխարհային ցանց, հա։ Մի օրինակ Հայաստանի այդ գլխավոր կաբելը կդրեցին։ Всё։ Ես վերջերս չէ։ Ադրբեջանից մի հատ պարավ Վրաստանով եկող կաբել կա դրել։ Հայաստանը ինտերնետ չուներ երկու տոլի մի օր։ Տոլի կիսատ պրատ ուներ։ Այսինքն մի տատիկը կարա մի քանի տատիկներ տղեկ կանան ամբողջ համացանցը բարի տան, որտեղ ու իրականում նայ, ոնց է, այդ կաբել կոչվածները, այդ ինտերնետ կոչեցյալը տղեկ չեն, այս Wi-Fi-ը որ կա, սա խաբեություն է տղեկ։ Այս Wi-Fi-ը գիտեք ինչի համար է։ Որ զուտ սենյակով լարեր չանցնի։ Այս լարի, այս Wi-Fi-ի սարքը որ կա տղեկ, էսի հենց դուրս է գալի, ամենամոտիկ տեղով կպնում է լարով գնում։ Սա չի կարա, տղեկ այս Wi-Fi-ը տուֆտաց հանց է։ Բայց կաբելային որ ասում են, կաբելային հասկացողությունը որ ուժեղ է, ավելի ուժեղ է, քան մնացած ինտերնետները։ Այդ կաբելայինը թե այն բանի հետ էս օպտիկա մանրաթելային։ թիմը բերեց կոմբինա։ Հա, ասեմ ինչի ավելի ուժեղ, որտեղ նրա կոլուսներ չկա։ Կոլուս չունի հասկացա, պրոստե ոքի համ միանգամից չէ, գնաց Wi-Fi սարքից է միանոք։ Թեկուս, հա։ Դեք, պրոստը նայ, դու ինչ ես անում այս սրանում։ Դու ընդհանուր ցրում ես այդ ինֆորմացիան։ Հա, բայց պատկերացրու դու պարյամու շալանգով միացնես։ Ու այս Wi-Fi-ը չի կարա հեռու էթա։ Այսինքն սա մաքսիմում հելնելու է գնա հաստի մոտակա այն կռի, եթե չեմ սխալվում, այս կռիში վրա արդեն կաբել կա։ Արդեն տերերին ցել չի տա, եթե պարյամու ինչ որ այս Wi-Fi-ը բայց ոնց որ Bluetooth-ի վայրը բանա, ներբար պատանցա, всё, կայնում։ Այո, հա։ Երկաթ, մերկաթ բան, ամեն ինչ խանգարում է իրան, շենք, ինչի ցանց է, էլի թող եթե ճարագայթը։ Դուրը փակում ես, կողքը արդեն ինտերնետը չի բռնում։ Ինչի, որտեղ ամեն ինչ իր համար, այդ ռադիո ալիքների համար յուրաքանչյուր հիմնականում մետաղական կոնստրուկցիաները հանդիսանում են քարմար, դա իր համար ոչի բան է։ Բայց մետաղական կոնստրուկցիաները ինքը կլանում է, մետաղը դե ինքը էլեկտրո, տղեկ ինչ է այդ ազդանշանները, հոսանք է։ Հիմա օթով հենց հիմա բան է գնում ու այդ էլեկտրամագնիսական ալիքներն են։ Այդ էլեկտրամագնիսական դաշտերը ալիքները իրանցից որպես այդպեսին բան են ներկայացնում, դու ասա։ Ուղղակի էլեկտրոններ որպես այդպեսի։ Էլեկտրոնները տղեկ բնականաբար յուրաքանչյուր մետաղ կլանելու են։ Ներվեր այ կոստի։ Միանշանակ հենց հիմա մենք խոսքի տոկի մեջ ենք խոսքի։ Բնականաբար դա այնի չի որ մենք նկատենք, բայց խոսքի հələ մի սենյակում անընդհատ կոմպին դեմը քեզ թվում է խոսքի կոմպին նայելուց ես հոգնում։ Չէ, կոմպին նայելուց չես հոգնում, այդ ճառագայթումն է։ Այդ հոսանքը անընդհատ ճնշումը տա վատանում եւ այլն, ինքնազգացողությունը տա վատանում։ Դրա համար մեկ-մեկ պետք է շուտ դուրս գաս մարկուլոթի, որտեղ դու հիմի
թունավոր միջավայրում է սենց հիմա, էլ։ Մի խոսքով, հա, ուր դե հասանք։ Հետ գանք հետ։ Նամին նայեք, տղեկ ջան, քանի որ մենք արդեն գիտենք, որ այս մեր back-end կոչվածը միշտ ֆրոնտի հետ խոսում, հա, չէ՞։ Կներեք, հակառակը։ Ֆրոնտը միշտ զանգում է back-ին, ինչ-որ բան խաբար բզիկ աշխատում, էլի։ Ասում ոնց որ գիտեք ինչ էլի։ Մենք բանը լենք են առաջի հարգելին, որ պուպուշ աղջիկներ են նստում, որ բոլորին դիմավոր են։ Մենք այդ սիրուն աղջիկներն ենք, էլ։ Էլի գալիս է սիրուն ակուրատնի հարցնում են reception-ի աղջիկ, էլ։ Նամին նայեք, մենք reception-ն ենք, տղեկ ջան, ով գալիս է մեզ է հարցնում կամ ինչ-որ մի բան, այսինքն ամեն ինչը մենք ենք կազմակերպում, ամեն ինչը մենք ենք բանանում, ինչը պետք է ճշտելու զանգում ենք, ճշտում ենք, բերում ենք, տնում ենք տեղը, ոբշե մի խոսքով ամեն ինչ անում ենք, տղեկ, հա։ Բայց պատկերացնում եք, տղեկ, երբ որ դուք ըստեղից ուզում եք դիմեք Facebook-ի տվյալների բազային, որպեսզի ստանաք մի հատ reel կամ մի հատ վիդեո։ Հիմա Գուրգեն ջան, բացատրեմ ինչ process է ու հետո գամ թե ինչի համար է մեզ պետք promise-ը։ Տիկ ջան, ուրեմն երբ որ դու դիմում ես, զանգում ես Facebook-ի սերվեր, ինքը քեզ խոստում է ստեղծում, որ կփորձի ինչ-որ մի բան անի քո համար։ Վալեր ջան, կարա ինտերնետը թույլ լինի, չստացվի խոստում։ Ֆեյլ գնա։ Ծախողի քո զապրոսը հարցում։ Տիկ ջան, կարող է ինտերնետը ուժեղ լինի, բայց Facebook-ի սերվերը այդ բային նագրուսկի տակ լինի։ Քեզ նորից մերժում ուղարկի, որ չկարողացա տամ այդ ինֆորմացիան։ Okay, լավ վագույն դեպքում, տղեկ, կարա ամեն ինչ լավ գնա։ Այդ ինֆորմացիան ես հարցում ուղարկեմ Facebook-ի սերվեր, Վալեր ջան։ Նույն զանգով, տիկ, նույն կանալով։ Ինքը ինֆորմացիան հետ պետք է տա։ Եթե հանկարծ adboy տվեց քեզից, այդ ինֆորմացիան, որի համար ես հարցում էի կատարել, չի հասնի, ստեղ։ Այսինքն ինքը պետք է բռնցնի այդ պահը, որ ես իրան զանգել եմ։ Ասի ապե հələ մի անջտի, հեսա կտամ այդ ինֆորմացիան, վեգալիս է հավաքի ինձ հետ պատասխան ուղարկի, ես ստանամ։ Տղեկ, դա խոստում էր տվել ինքը ինձ։ Խոստում էր տվել, որ ինձ կպատասխանի, տիկ ջան, բայց թե ինչ կպատասխանի, դա չգիտեի։ Դա յա լավ բան կասեր, Վալեր ջան, ինձ կտար այդ վիդեոն։ Յա կասեր ախպեր, չկա, ինտերնետ չկա, չգիտեմ, ես իմիջ չկա խոսքի, փող չկա, ժամանակ չկա։ Ինչ-որ մի բան կասեր, կճամփեր կեթայինք, էլի։ Հա։ Դրա համար, տղեկ ջան, ինքը ինչա, ասինխրոն գործողություն։ Այսինքն, Գուրգեն ջան, եթե դու ուզում ես ենթադրենք, ինչ-որ մի հատ ինֆորմացիա բերես ու նկարես, դու պետք է set time-out-ի պես իրան գցես երկրորդ պլան։ Որտեւ Գուրգեն ջան, ես չեմ կարող նստեմ նորից 10 ժամ սպասեմ, մինչև յարապ դու կգդիմես Facebook-ին, յարապ այդ ինֆորմացիան կստանաս, յա չես ստանա, ու թե ինչ կլինի վերջում չգիտեմ։ Հիմա պատկերացրու, մտնում եմ Facebook, Գուրգեն ջան, նայ։ YouTube խոսքի, հա։ Էմի պատկերացրեք, տղեկ, Facebook-ը, այս տեսան ինչ անում, նայ։ Տղեկ հələ ամբողջ ինֆորմացիան չստացած, տիկ, որոշ բաներ նկարեց։ Չէ՞ Գուրգեն ջան։ Գիտես ինչի, որտեվ ամեն մեկը ինքը առանձին գնաց է վերցրել է։ Նայ, էսի գնաց վերցրեց, բերեց նկարեց, հետո այս կոմը սկսավ նկարել։ Քո արագություններից էլ է կախված, բայց ամեն դեպքում տղեկ ինքը սա առանձին անում։ Գուրգեն ջան, ինքը ստեղի ինֆորմացիան ստանալու համար առանձին հարցում է ուղարկում։ Սրա համար Վալեր ջան, առանձին հարցում է ուղարկում։ Ինքը հո չի սպասում, ասում է գիտեք ինչ կկատարվեր, տղեկ, եթե սա սինխրոն կատարվեր։ Ուրեմն տիկ ջան, դու մտնելու ես YouTube, դեմից բացվելու էր այս հատվածը, մենակ։ Մի կանցներ Գուրգեն ջան, մի 3, 4, 5 վայրկյան կնկարեր այս մասներ։ Վալեր ջան, scroll կաներ, մի 5-6 վայրկյան կանցներ, նորից այս ներքևին եք ու պատկերացիր։ Այսինքն ինչքան դանդաղ կաշխատեր ամեն ինչ, տղեկ։ Եթե չլիներ խոստում հասկացողություն։ Հիմա եկեք ավելի գործնական առումով հասկանանք, ով է այդ խոստում հասկացողությունը։ Կոնստանտ Պ-ը հավասար է new promise։ Տղեկ, ես ասում եմ ստեղծիր, խնդրում եմ նոր խոստում։ Ասում եմ օքեյ։ Տղեկ ջան, խոստումը ունի մի հատ callback ֆունկցիա, հա, սենց։ Ու ինքը ոնց էր set time-out-ը, չէ՞, առաջին պարամետրը սենց էր, callback ֆունկցիա էր։ Երկրորդ պարամետրը ժամանակ էր։ Տղեկ ջան, promise-ը չունի երկրորդ պարամետր։ Գուրգեն ջան, ամենակարևոր հատվածը ստեղ հետևյալն է՝ resolve եւ reject։ Տղեկ, ուրեմն երկու հատ page-հատ կա։ Երկու հատ page-հատ կա։ Առաջինը կոչվում է resolve, էսի պարամետրի անունը կարևոր չի, էլի, կարամ գրեմ resolve, reject։ Երկու հատ page-հատի ձև կա, տղեկ, յա resolve ալնում, յա reject։
option անուններն է, ոնց որ event-ը կարող գրենք էսի։ Աբրես։ Հա։ New promise-ը տղիկ ջան, ստեղծել նոր խոստում, new promise։ Սրանով հանդերձ ես արդեն ստեղծեցի նոր խոստում, նոր ակնկալիք, հա, չգիտեմ, երևի նոր խոստում, էլի տենց գրենք։ Այսինքն միշտ իամիջ ստանում երկու պարամետր, Աբրես տիկ ջան։ ես ուղղակի գրես մի հատ։ Կարաս գրես մի հատ, եթե քեզի հակառակ դեպքը պետք չի։ Այսինքն եթե դու գտնում ես, որ միշտ լավ դեպք է ստանալու, Այսինքն այս երկու պարամետր resolve-ը դա լավն է, մեկը լավն է, մեկը վատը։ Resolve-ը ոնց որ Adobe-ից անելն է, reject-ը ոնց որ չէ ատկլանից, էլ։ Հա? Առաջինը լավն է։ Այո, հաստատում եւ ժխտում։ Գնանք դրանք էսովը։ Հələ կիսատ եմ գրել տղի ջան, բնականաբար հələ լրիվ ձեզ པարզ չի լինելու, որտեղ թերմաշ վիճակա վրան։ Հիմա նայեք։ Promise, նայ տիկ ջան, էսի արդեն ինքը մի հատ նոր sense ինչ-որ մի բան է տվել, որը որ իմ համար կներեք տղեկ, բայց մի քիչ անհասկանալ է։ Ոնց որ ինչ-որ օբյեկտ է լի Գուրգեն ջան։ Հա? Առաջի այսքից վալը ջան, ինչ-որ օբյեկտոտ ինչ-որ մի բան է։ Տղեկ, promise-ը ունի մի հատ sense ֆունկցիա։ Ասում է promise get then, հետո։ Այսինքն գիտեք ոնց որ ինչ ասեմ, տղեկ, ասեմ երբ որ then։ Ասում եմ երբ որ promise-ը կատարվի։ Պրծնի Գուրգեն ջան, գիտես խի պրծնի։ Էլի resolve։ Ուրեմն նայ, չէ, կարևոր չէ, resolve թե reject։ Ուրեմն նայ Գուրգեն ջան, այս then-ը ընդունում է երկու հատ ֆունկցիա։ A եւ B ֆունկցիաները Գուրգեն ջան։ Հա? A ֆունկցիան աշխատելու է տիկ, երբ որ resolve page-ը խփեն։ Երկրորդ ֆունկցիան վալրջան աշխատելու է, երբ որ reject-ը սխմել, տիկ ջան, հա? Լեք բանալեք։ Նայ, ուրեմն then-ը, տղեկ ջան, then-ը, ինքը մի հատ ֆունկցիա է, օբշի, նայ sense տիկ։ Հա? Promise get then։ Վալեր ջան, ասում եմ երբ որ promise-ը վերջանա, տիկ ջան, թե վերջանալը մի քիչ հարաբերական է, կարող լավ վերջանա, կարող վատ վերջանա։ Որպեսզի Գուրգեն ջան, ես կարողանամ ես then-ի մեջ այդ վերջանալուն պես, տիկ ջան։ Ես իմ սցենարները առանձնացնեմ, ունեմ երկու հատ առանձին ֆունկցիա։ Երկու հատ callback եմ տալի իրան, տիկ ջան։ Կարա callback-ի տեղը պրոստը անունը ֆունկցիա։ Կարաս, իհարկե ֆունկցիա։ Երկու հատ միանշանակ Գուրգեն ջան։ առանձին գրած է, պրոստը անունները գրես ստորակել նույնիսկ։ Իհարկե։ Հա, իհարկե։ Ուրեմն նայեք, առաջինը սա լավ ֆունկցիան է, Վալեր ջան, երբ որ ամեն ինչ հիասքանչ է ավարտվել։ Ստորակետ տիկ որպես պարամետր էլի, երկրորդ պարամետր։ Երկրորդ պարամետր կտամ արդեն վատ սցենարը։ Այսինքն առաջին սցենարը դա լավն է, երկրորդ սցենարը դա վատն է։ Լավ։ Հիմա տղեկ, կարիք հասկանանք տղեկ ջան, իրականում ուրեմն երկու մասի է բաժանվում։ Տիկ ջան, թե դու ինչ ես հարցնում, այդ հարցում կատարելը, որ ասում եմ զանգում է բեքին, չմտածեք թե խաղը պարը կամ ասես մտ հեսա պատասնելու ենք ու սաղել։ Դա էլ բնականաբար իրանից լոգիկա է ենթադրում դու պետք է այստեղ տղեկ ջան, այստեղ, հա, խոսքի, այստեղ, այս հատվածում լոգիկաներ գրես եւ այլն, որպեսզի կարողանաս գրես այն ինչ որ պետք է քեզ, Գուրգեն ջան։ Ոնց որ այստեղ գիտես ինչ լինի այս promise-ը։ Ոնց որ ես այստեղ իմ Վալեր ջան, իմ տեքստը ու սցենարը մշակեմ։ Օրինակ, նայ տիկ ջան, խոսքի եկեք հեսա sense օրինակ բերեմ, կուզեք հələ մի պահ նայեք, որ հետո մնացածը արդեն վերջնական գրենք։ Տղեկ ջան, քանի որ ես հիմա չեմ կարա ձեզ զապրուս անելը սովորացնեմ, որտեղ շուտ է։ Հա? Եկեք sense սիմուլյացիայով անեմ, հա? Okay։ Տիկ ջան, promise-ը կարա ինչ-որ պահի ուշ կատարվի կամ չկատարվի։ Ուրեմն նայ, ասում եմ եղբայր, նայ մեջը set timeout եմ գրում, Վալեր ջան։ Հա? Set timeout եմ գրում։ Գուրգեն ջան, ասում եմ եղբայր, մի 3 վայրկյան թող սպասի էդի then-ը, չէ՞ տիկ։ Ասում եմ, էս ինչ-որ փաղայի գործողություն է։ Ասում եմ resolve արա 1 թվով կամ չգիտեմ, ուզում ես օբյեկտ ուղարկեմ։
ID-ն 45, հա? Տիկ ջան, եթե ես այստեղ գրել եմ resolve արդեն, այդ նշանակում է այսի մենակ այս D-ն է աշխատել, այս առաջինն է աշխատել, հա? Արի data գրեմ, հա? Ու console-ով գանեմ data։ Տիկ ջան, resolve-ի մեջից, resolve-ով ինչ փոխանցեցի, գալու է անգնի սրան պարամետր։ Պատկերացնում եք թե չէ։ Այսինքն այդ data-ն 45-ն է։ Օբյեկտն է։ 45-ով ինչ տվար մեզի data-ն էդի է։ Հա? Հոպա, տիկ մի անգամից չեկավ, չէ՞։ Մի 3 վայրկյան հետո եկավ, չէ՞։ Ահա։ Վալեր ջան, տես ես արդեն ստեղ կարամ իմ ստուգումներ անեմ, ասեմ, եթե ID-ն, օրինակ եմ ասում։ Եթե data-ն ասեմ կա ու data-ի մեջ ID կա, Գուրգեն ջան։ Չգիտեմ, ալեր տարա, շնորհակալություն բոլորին, ամեն ինչ հաջող անցավ։ Շնորհակալ, ոբշեմ, պատկերացրեք։ Գուրգեն ջան, այ եթե դու հանկարծ կանչես resolve-ի փոխարեն 3 վայրկյան հետո reject-ը, հա, reject։ Տղեկ, հեսա մի հատ ուրիշ բան եք ասեմ։ Գրում եմ լավ բան չեղավ, լավ բան չեղավ։ Էս էլ Վալեր ջան, error գրեմ, error, որ տարբերակ ենք։ Ստեղ գրեմ console-ով error, հա, սենց։ Այնքանա որ էլի, հա, կամ alert կարամ անեմ։ Տղեկ ջան, reject-ի ժամանակ Վալեր ջան, ինչ փոխանցես, նույն բանը ստանալու ես երկրորդ ֆունկցիայի մեջ, D-ի։ Նույն օբյեկտն է, այլ օբյեկտը։ Օբյեկտն է ստանալու։ Ինչ տակ, ասում եմ ինչ ցանես, այն էլ կհնձես։ Հիմա նայեք, հեսա alert-ով ասում եմ լավ բան չեղավ։ Տղեկ, ես այն նույն տեքստներ, հա ջան։ Աթեք եմ երևի թողես թե ինչ-որ։ Հա, լավ։ Չես կապչում։ Դե քլիկի կարաս։ Տղեկ ջան, ուրեմն նայ, Վալեր ջան, երբ որ ես քեզ զանգեմ ու ասեմ, ինձ ինչ-որ մի բան ա պետք, ես ինչ տվյալն ա պետք ճշտել եւ այլն խոսքի կամ Վալեր ջան, ինձ կարաս ես ինչ գումարը տաս եւ այլն, Վալեր ասում է զանգում է ինձի, տղեկ, ասում ախպեր, ոնց որ այդ քո ուզած չափով չեմ կարա տամ քեզի, բայց այսքան կարամ տամ։ Տղեկ, արդեն ես պետքա որոշեմ դա իմ համար resolve-ը, թե reject։ Ինչի եմ սա ասում։ Այսինքն Վալերը տված է կարող է այդ պահի դրությամբ ասեմ, արա դες չէ լավ է, resolve-ը։ Կներ։ Հա, resolve-ը։ Մինչև իր ասելը, մինչև իր պատասխանի տալը։ Խոչես կարծես, չէ՞։ Okay, հասկացա ինչ նկատի ունես։ Նա ինչա կատարում։ Արի լավ սենց օրինակս բերեմ, որ ավելի չխճճեմ ձեզ ավելորդ, հա։ Ուրեմն եկեք սենց մի հատ լոգիկա են գրում, տվեք։ Math random-ով թիվ եմ վեկալում։ Հա, տիկ։ Գրում եմ number-ը, Վալեր ջան, հավասար է math get random։ Ու ստուգում եմ կատարում Գուրգեն ջան։ Բազմապատկեմ 10-ով եկեք լավ ստեմ մի հատ, հա, դե հիշում եք 0-ի 1-ի արանքներ տարի, բազմապատկած ուր է այդ նշանը 10 եթե տղեկ եկեք սենց ենք պայմանավորում եթե number-ը 5-ից մեծ է ուրեմն resolve եմ անում թիվս հակառակ դեպքում տղեկ reject եմ անում ես եմ իմ ձեռը չի Վալեր ջան պայմանը ես չեմ որոշողը տիկ էսի լավ է թե վատ է ես եմ որոշող ախպեր կարամ դնեմ 9-ից Այսինքն տես ես եմ այդ կնոպկեքը սխմողը adobris թե reject promise-ի դեպքում տղեկ մենակ հաջորդ этаպը որ անցնենք back-ին զանգելը որ ասում եմ արդեն դուք չեք որոշելու դա հաջողվեց թե չհաջողվեց այդ վաղ back-ն է որոշում եղավ ստացվավ թե չէ չեմ խառնում հələ մոռացեք հələ շուտ է միանշանակ reject 0 Վալեր խոսքի նայ տիկ ջան այսինքն ես այստեղ արդեն data ID բան տես բաներ չկա, գրում եմ alert դզեց plus data այսինքն օրինակ կտուպի դզեց ես իմիջ թիվ, չէ խոսքի հակառակ դեպքում 0 է alert անելու հա, գրում եմ այստեղ բան փոքր էր չէ, փոքր էր թիվը տղեկ ջան, այստեղից է կախված, ամբողջը այստես promise-ի լոգիկայից է կախված resolve կլինի թե reject կլինի այսինքն սա մեջն է, այսինքն հերիք չի տղեկ, ես 3 վայրկյան հետո Տղեկ նայեք ես promise-ի միջոցով հələ ուշադրություն դարձրեք ես ասում եմ որ set timeout-ը մի քիչ անկառավարելի է չէ Վալեր ջան ասում եք որ եղավ պրծավ ախպեր հետո չես կարա դեմը առնես Գուրգեն ջան ես իրան փաթաթեցի promise-ի մեջ ասի արի ստեղ լագոտ ասի ձև չունես պլստալու ասում եմ երբ ուզում ես տիկ ջան ասում եմ երբ ուզում ես եղի ասում եմ ես քեզ մեկա դենով բռնելու եմ տղա ջան ու տենալու եմ դու ինչ էիր արենդի հա ասում եմ եղբայր դու կարող ես call back ես
Դու կարող ես 3 վայրկյան պետք է անցնի, ասում եմ, արա, մեկա դու իմ կոնտրոլի տակ ես, ես քեզի հավաքեցի resolve-ի, promise-ի բռի մեջ։ Աշը 10 վայրկյան հետո լի, մի ժամ հետո լի, Մեկա բռնստելու։ տենան։ Set time-out-ին թե չէ տիկ ջան, ես չէի կարող բռնստել։ Միակ մարդը, որ վերջ անգամ set time-out-ին տենում էր, դա Վալերն էր։ Էլի Վալերը վեճը չէր ախպեր։ Վեգալում էր այդ ֆունկցիան տալիս էր քեզի, դու տալիս էիր Գուրգենին, Գուրգենին։ Ես էշ կատարում էի, ախպեր անցնում ենք առաջ։ Ու ոչ մեկ տիկ ջան չէր կարող կոնտրոլ։ Հիմա ես չէի կարող այս նույն լոգիկան գրել, ասեի դե resolve կամ reject։ Ախպեր ինչ resolve ինչ reject, խոսքի վրա սա լոգիկա փչացա։ Դու չբռնեցիր Վալեր ջան էլ այդ թիվը։ Դայք ես կանամ ես ის տեղրեմ, էսի պրիմիտիվ օրինակը։ Ես էսի կարամ մենակ set time-out-ով անեմ։ Չէ՞ տիկ։ Բայց խնդիրը տանում է նրան, որ հետագայում եթե նենց խնդիր ունենանք, որը որ չկարանանք ուտենք, այսինքն մեզ պետքա ճուղավորել եկա լոգիկա գրել, հա։ Այսինքն նայ Վալեր ջան, հələ եկեք աշխատացնենք, բայց վստահ լինենք, էլի։ Քիչ սպասենք։ Փոքր թիվը, լավ։ Մի հատ էլ կրկին փորձիր։ Դզեց 9:27։ Գնացինք։ Էսի փոքր։ Չեմ կարող ասեմ, չէ։ Աչի։ Հա։ 11 օրինց ստեղծեցին։ Ջան։ 11 օրինց Հա։ ստեղծեցին։ Այդ բան կոմիդ ասած այդ մեր ծախսած թիվը 1000 դրամ, հա։ Սենց ասում ստապկեն էսա։ Հա։ Սրանից ավել բան չի դաս։ Դայք ինչ ուզում եք ստուգեք։ Այս սերի կոմբինատը չտես, որ ստապկեն մի քիչ բարձր է, մի անգամ կտաս այս կոմբինացիան ու всё, կայա։ Դայք ջան, այսինքն ով էր promise-ը։ Promise-ը իրանից ենթադրում էր, հələ այս մեջի բարդը մոռացեք։ Promise-ի հիմնական գաղափարը այդ երկու ֆունկցիաներն էին։ Resolve-ը, Վալեր ջան, եւ reject։ Resolve Բանի անուններից է, resolve reject-ից է ցածր։ ինչի։ Երկու ախպեր բանից Չէ։ այդպես բան կրնի։ Երկու ախպերների անուններից է։ Ու նայեք, տղեկ ջան, promise-ի վրա միշտ Վալեր ջան, հիմա ես promise-ի վրա որ դեն չկանչեմ, կարողա չկատարվի այդ գործողությունը։ Չէ, չի կարող։ Կատարվելու։ Տղեկ ջան, ուրեմն promise-ը թքած ունի, դու իրան հետևում ես թե չէ։ Տղեկ ես հետո էլի, հա, հետո։ Չէ՞, նայեք։ Այսինքն հենց որ ինչը, սարը կոնսոլը կարանց։ Հա, մի քիչ կան։ Ինքը ինչ որ այն օբյեկտն էր, որ տպիկվում է։ Չէ, լիք չէ։ Հիմի որ այդ լոգիկան իֆով գրել ես բանի մեջը։ Հա։ Promise-ի մեջը, հա։ Հիմի պրոստը որ դեն չգրես։ Ահա։ Պրոստը կոնսոլը բանից։ Ինքը այդ նույն Սա process-ը անելու, մաթրանդնել անելու, set time-out-նել անելու, ամեն ինչն անելու։ Դու դենով ինչ ես ասում, ասում ես բրծանես հետո խաբար արա։ Ինքը բրծնում է խաբար անում, դու իրան չես տեսում։ Հավի գիտես, այդ նույնը որ Գուրգեն ջան, քեզնից բան խնդրեմ, ցանկեմ քեզից բան խնդրեմ, հերոստատուտին շփոթեմ ինքը։ Հəդից ցենց ասես ալո, խոսքի բան դուս։ Աստի գնա։ Հա։ Այսինքն տղեկ ջան, այս դենը էլի բաժանվում էր երկու։ Ոնց որ resolve-ն ու reject-ն էր, իրանց կոպիտ ասած զուգահեռ այդ բաները այդ է։ Հա։ Արդեն լալերեն եմ խոսում։ անջադիվից։ Բարձր չէ տղեկ էս ամեն ինչը։ Ինքը շատ հետաքրքիր